Մեկուսացված առանձնատանը մահվան շեմին է հզոր Գերդաստանի մանուկ ժառանգորդը, մինչ 9 բժիշկներ փորձում են փրկել նրա կյանքը։ Սակայն մի ուշադիր աղջիկ, որը բժշկական կրթություն չունի, բացահայտում է երեխայի փրկության բանալին։ Ընտանեկան դավադրության պայմաններում նրա խիզախությունը բացահայտում է մի չարագույժ ծրագիր փոխում բոլորի ճակատագիրը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք, խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Առանձնատունը հպարտորեն վեր էր խոյանում Երանի Վահագնի թաղամասում, որպես հաջողության իշխանության հուշարձան, նրա բարձր դարբնագործ երկաթյա դարպասները պաշտպանում էին ոչ միայն միլիոնավոր դոլարների կարողություն, այլ գաղտնիքներ, որոնք ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել, սպիտակ պատերի լայն պատուհանների հետում կյանքն ընթանում էր հաշվարկված լռության մեջ, որտեղ յուրաքանչյուր բառ կշռադատված էր, իսկ յուրաքանչյուր ժեստ կրում էր անտեսանելի ծանրություն։ Անահիտը 11 տարեկան էր, երբ առաջին անգամ անցավ այդ դարպասով։ Նրա մուգ աչքերը հետաքրքրասիրությամբ, զգուշությամբ զննում էին ամեն ինչ, մինչ նա ամուր սեղմում էր մոր, Անուշի ձեռքը։ Աղջիկը եկել էր քաղաքի Շենգավիթ թաղամասի մի համեստ անկյունից, որտեղ տները փոքր էին, իսկ նեղ փողոցները հորթում էին կյանքով ու աղմուկով։ Այստեղ Վահագնում լռությունն այլ էր, դա խաղաղություն չէր, դա զսպվածություն էր։ Անուշը ամիսներ տաց փնտրտուքներից հետո ստացել էր տնտեսուհու օգնականի աշխատանքը։ Արդեն 3 տարի այրացած կինը այս աշխատանքի կարիքն ուներ ինչպես օդի թափուր հաստիքը ներառում էր նա կացարան իր դստեր համար, մի հազվադեպ առավելություն, որը ստիպեց նրա աչքերին փայլել թեթությունից, երբ ստացավ հաստատումը, Անահիտը նկատեց մոր դեմքի փոփոխությունը, թե վախենում էր անհայտությունից, որոշեց ուժեղ լինել։ Ի վերջո, հենց դա էր մայրը միշտ սովորեցրել նրան։ Լինել ուժեղ, դիտարկել, պաշտպանել նրանց, ում սիրում ենք։ Սպասարկման մուտքի մոտ նրանց դիմավորեց տիկին Հասմիկը, տան գլխավոր տնտեսուհին, բարձրահասակ, լայն թիկունքով, զինվորական կեցվածքով կինը մոտ 60 տարեկան էր, ուներ մի հայացք, որը թվում էր, թե թափանցում էր մարդկանց միջով, նրա ալեխառն մազերը հավաքված էին անթերի հանգույցով, իսկ մուգ կապույտ համազգեստի վրա ոչ մի ավելորդ ծալք չկար։ Երբ նա խոսեց, ձայնը հնչեց հաստատուն առանց ջերմության, բարի գալուստ, հուսով եմ հասկանում եք, որ սա ավանդական ընտանիքի տուն է, այստեղ մենք գնահատում ենք զսպվածությունը, արդյունավետությունը, ամենից առաջ կանոնների նկատմամբ հարգանքը։ Անուշ, դուք հաշվետու կլինեք անմիջապես ինձ, ինչ վերաբերում է աղջկան, նա կարող է շարժվել սպասարկման տարածքներում, բայց երբեք չպետք է մտնի հիմնական սենյակներ առանց հստակ թույլտվության։ Պարզ է, այո, տիկին Հասմիկ, լիովին պարզ է, պատասխանեց Անուշը, թեթակի սեղմելով Անահիտի ձեռքը, աղջիկը պարզապես գլխով արեց, բայց նրա աչքերն արդեն արձանագրում էին յուրաքանչյուր մանրուք, այն, թե ինչպես էր տիկին Հասմիկը խաչում ձեռքերը, այն, թե ինչպես էին կիտվում նրա հոնքերը, երբ նայում էր Անահիտին, նրա բարակ շրթունքների գրեթե աննկատելի լարվածությունը, այդ կնոջ մեջ ինչ-որ բան կար, որը չէր համապատասխանում տանը խնամելու գործառույթին։ Նա ավելի շատ նման էր մեկին, ով հրամայում էր անտեսանելի բանակի։ Հաջորդ օրերին Անահիտը սկսեց ծանոթանալ մյուս աշխատակիցների հետ։ Վարդանը, վարորդը, միջին տարիքի տղամարդ էր, միշտ հագնված մուգ կոստյումով, չեզոք դեմքի արտահայտությամբ, որը երբեք չէր փոխվում։ Նրա շարժումները կոշտ էին, հաշվարկված, կարծես յուրաքանչյուր քայլը նախապես ծրագրված լիներ։ Նա չէր ժպտում, կատակներ չէր անում, պարզապես գլխով էր անում ի նշան ողջույնի, զինվորական ճշգրտությամբ հետում էր իր առօրյային։ Անահիտը նկատեց, որ նա շրջում էր տան բոլոր սենյակներում, ոչ միայն ավտոտնակում, երբեմն տեսնում էր նրան միջանցքներում կանգնած, դիտարկելիս, կարծես պահակախմբի մեջ լիներ։ Հետո կար Գայանեն, փոքրիկ Արամի ընտանիքի երեխայի դայակը։ Գայանեն մոտ 30 տարեկան էր, շագանակագույն մազերը միշտ հավաքված էին, ուներ մեղմ ժպիտ, որը հայտնվում էր միայն այն ժամանակ, երբ տիկին Հասմիկը հեռու էր լինում։ Առաջին օրերին նա քնքուշ էր Անահիտի հանդեպ, հարցնում էր նախորդ դպրոցի մասին, գովում նրա նկարները, թխվածքաբլիթներ առաջարկում։ Երբ տեսնում էր նրան սպասարկման խոհանոցում սովորելիս, բայց շուտով այդ բարյացակամությունը սկսեց մարել, Գայանեն սկսեց խուսափել Անահիտի հայացքից, թեթակի դողում էր, երբ գրկում էր երեխային, արագ հեռանում էր սենյակից, երբ աղջիկը ներս էր մտնում։ Անահիտը չէր հասկանում, թե ինչ է փոխվել, բայց զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Ավետիսյանների ընտանիքը բաղկացած էր 3 հիմնական անդամներից։ Ռուբեն Ավետիսյանը, ընտանիքի գլխավորը, շինարարության ոլորտում հաջողակ գործարար էր, բարձրահասակ, ալեխառն մազերով, լայն թիկունքով։ Նա ուներ մեկի կեցվածքը, ով միշտ եղել է ղեկին, նրա ներկայությունը լցնում էր սենյակները, իսկ խորը ձայնը արձագանքում էր միջանցքներում, երբ հեռախոսով հրամաններ էր տալիս։ Նա անընդհատ աշխատանքային ճամփորդությունների մեջ էր, ավելի շատ ժամանակ անցկացնելով
Հյուրանոցներում գրասենյակներում քան տանը, երբ ներկա էր լինում, աշխատակիցների հետ վարվում էր սառը քաղաքավարությամբ, գրեթե մեխանիկորեն, ինչպես մեկը, ով կատարում է սոցիալական արարողակարգը, առանց իրական ներգրավվածության, Գոհարը, նրա կինը, փխրուն գեղեցկությամբ միշտ հոգնած աչքերով կին էր, նա պետք է լիներ մոտ 40 տարեկան, բայց թվում էր, թե շատ ավելի մեծ ծանրություն է կրում, նրա շեկ մազերը միշտ խնամված էին, դիմահարտարումը անթերի, բայց նրա հայացքում կար մի դատարկություն, որն Անահիտը նկատեց։ Հենց առաջին հանդիպումից Գոհարը հազվադեպ էր ժպտում, քիչ էր խոսում, ժամեր էր անցկացնում ննջասենյակում կամ պատշգամբում, նայելով այգուն, առանց իրականում որևէ բան տեսնելու, Անահիտը նկատեց, որ նա ամեն օր դեղեր էր խմում ֆիքսված ժամերին, որոնք միշտ մատուցում էր տիկին Հասմիկը, սենյակ մտնելով արծաթյա սկուտեղով, մի բաժակ ջրով 3 տարբեր գույների հաբերով, եւ կար Արամը, երեխան, ընդամենը 6 ամսական լինելով նա այդ տան անտեսանելի կենտրոնն էր։ Նրա հետաքրքրասեր կապույտ աչքերը հետում էին շրջապատի շարժումներին, նրա ժպիտը հեշտությամբ հայտնվում էր, երբ Գայանեն ցածրաձայն երգում էր, բայց Անահիտը մի տարօրինակ բան նկատեց։ Գոհարը երբեք մենակ չէր մնում որդու հետ, միշտ ինչ-որ մեկը մոտակայքում էր լինում, տիկին Հասմիկը, Գայանեն կամ նույնիսկ Վարդանը, շրջելով շրջակայքում, սկզբում աղջիկը կարծեց, թե դա նյարդային մոր չափազանցված հոգատարությունն է, հետո սկսեց կասկածել, որ դա այլ բան է, հսկողություն, շաբաթներն անցնում էին, Անահիտը ձավորեց մի լուռ առօրյա, շուտ էր արթնանում, օգնում մորը թեթ գործերում, կեսօրին սովորում էր սպասարկման փոքրիկ գրադարանում դիտում, միշտ դիտում, մայրը Անուշը անդադար աշխատում էր, դասավորելով պահարանները, հսկելով մաքրությունը, օգնելով տիկին Հասմիկին տան բոլոր հարցերում, նա երջանիկ էր թվում կայունություն ունենալու համար, որ կարող էր ապահով տանիք տալ դստերը, Անահիտը ժպտում էր մորը, բայց ներսում կրում էր աճող անհանգստություն։ Կային խոսակցություններ, որոնք դադարում էին, երբ նա ներս էր մտնում, տիկին Հասմիկի Վարդանի միջ փոխանակվող հայացքներ, այն ձև, որով Գայանեն փախցնում էր աչքերը, երբ գրկում էր Արամին, եւ Գոհարը միշտ հեռու, միշտ տեղերի տակ, միշտ ուղեկցությամբ։ Մի կեսօր Անահիտը մթերանոցում էր, դասավորելով պարենի տարաները, երբ լսեց խլացված ձայներ սպասարկման խոհանոցից, նա անմիջապես ճանաչեց ցածր լարված տոնը, դրանք Գայանեն, Վարդանը, տիկին Հասմիկն էին, բնազդաբար աղջիկը կծկվեց դարակների արանքում, պահելով շունչը, գիտեր, որ չպետք է լսի, բայց ինչ-որ ավելի ուժեղ բան նրան պահեց այնտեղ, անշարժ, ես այլս չեմ դիմանում, ասում էր Գայանեն, խեղդվող ձայնով, ես սրա համար չեմ համաձայնել, նա ընդամենը երեխա է, Հասմիկ, մի անմեղ երեխա, դու ի սկզբանե գիտեիր, թե որն է ծրագիրը։ Պատասխանեց տիկին Հասմիկը, սառը կտրուկությամբ, հիմա մի եկ այստեղ քո էժանագին զգացմունքայնությամբ, դու պարտք ունես քո հորեղբոր հիշատակի առաջ, ինչպես մենք, բայց սա ճիշտ չէ, ես նայում եմ նրան, տեսնում եմ միայն երեխա, ոչ թե պատասխանատուին, ոչ թե մեղավորին, նա ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ պատահել է, կապ չունի, միջամտեց Վարդանը ցածր վերահսկվող ձայնով, մենք արդեն շատ հեռու ենք գնացել, հետդարձի ճանապարհ չկա, այն, ինչ որոշվել է, կիրականացվի, դա պատվի հարց է, պատիվ, Գայանեն գրեթե բղավեց, բայց զսպեց իրեն, ինչ պատիվ կա անմեղ երեխային վնասելու մեջ, լռություն, հետո տիկին Հասմիկի ձայնը սղոցի պես կտրեց օդը, հիշիր, թե նա ինչ արեց մեր Արյան հետ, հիշիր դրժված խոստումները, հիշիր, թե ինչպես նա կործանեց ամեն ինչ, առանց մի կաթիլ զղջման, սա վրեժ չէ, սա արդարություն է, եւ դու կատարելու ես քո մասը, Գայանե, ինձ չհուսահատեցնես, Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը սկսում արագ բաբախել, նրա ձեռքերը դողում էին դարակի եզրը սեղմելիս, ինչ էր դա նշանակում, Ինչ ծրագիր էր դա, եւ վեր այդ նան, ում մասին խոսում էր տիկին Հասմիկը, Ռուբենը, Արամը նա սպասեց, մինչ լսեց հեռացող քայլերը, միայն այդ ժամանակ դուրս եկավ մթերանոցից, դողացող ոտքերով, խառնված մտքերով, պետք էր պատմել ինչ-որ մեկին, բայց ում։ Մայրն այնքան երջանիկ էր այս աշխատանքով, իսկ եթե Անահիտը պատմեր մի բան, իրեն լուրջ չընդունեին, իսկ եթե կորցնեին ամեն ինչ մի անհիմն կասկածի պատճառով, որոշեց ավելի շատ դիտարկել, սպասել, տեղեկություններ հավաքել գործելուց առաջ։ Հաջորդ օրերին Անահիտը ուժեղացրեց իր զգույշ հսկողությունը, նկատեց, որ Գոհարը դեղերը խմում էր ավելի ու ավելի շուտ, որ Գայանեն խուսափում էր մենակ մնալ Արամի հետ, միշտ ինչ-որ մեկին կանչելով իրեն ուղեկցելու, որ Վարդանը շրջում էր տան մեջ ուրվականի պես, միշտ ներկա, միշտ ուշադիր։ Եվ որ տիկին Հասմիկը վերահսկում էր բացարձակապես ամեն ինչ, սկսած սնվելու ժամերից մինչ այն, թե ով կարող էր մտնել կամ դուրս գալ որոշակի սենյակներից, մի գիշեր Անահիտը արթնացավ ծարավից, գաղտնի իջավ խոհանոց, աշխատելով աղմուկ չանել։ Մոտենալիս նորից ձայներ լսեց, այս անգամ միայն երկուսն էին, Վարդանը տիկին Հասմիկը, ամեն ինչ պատրաստ է հաջորդ շաբաթվա համար, նա նորից ճամփորդության է մեկնելու, դա կլինի հարմար պահը, իսկ կինը, Գոհարը քնած կլինի, ես արդեն կարգավորել եմ դեղերի չափաբաժինը, նա ոչինչ չի տեսնի։
ոչինչ չի իմանա, իսկ հետո կհեռանանք, ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուրս երկրի տարբեր կողմ, առանց հետքերի, առանց կապերի, սա տարիներով է ծրագրվել, Վարդան, մենք չենք կարող հիմա ձախողվել, Անահիտը դանդաղ նահանջեց, վերադառնալով սենյակ, մինչ սիրտը կրծքավանդակում ուժգին բաբախում էր, նրա կասկածները հաստատվում էին, կար մի ծրագիր, որը ներառում էր Արամին, մի ծրագիր, որը կիրականացվեր, երբ Ռուբենը ճամփորդության մեջ լիներ, իսկ Գոհարը անգործունակ։ Այդ գիշեր Անահիտը հազիվ կարողացավ քնել, նայում էր առաստաղին, մտածելով կապույտ աչքերով երեխայի, նրա անմեղ ժպիտի, այն փոքրիկ շարժումների մասին, որ նա անում էր օդում իր փոքրիկ ձեռքերով, հիշեց իր սեփական մանկությունը, նախքան հորը կորցնելը։ Հիշեց մի հարանի, ով գրեթե կորցրել էր որդուն սխալ ախտորոշման պատճառով, հիշեց ցավը, հուսահատությունը, անզորության զգացումը, չէր կարող թույլ տալ, որ դա պատահեր, բայց ինչպես կանխել, նա ընդամենը մի աղջիկ էր, ոչ ոք նրան չէր հավատա, իսկ եթե պատմեր մորը, կարող էր նրան էլ վտանգի ենթարկել։ Անահիտը որոշեց, որ պետք է ուշադիր լինի, շատ ուշադիր, պետք էր պարզել ավելի շատ մանրամասներ, հասկանալ հստակ, թե ինչ են ծրագրում անել, գտնել Արամին պաշտպանելու միջոց, առանց մորը վտանգելու, օրերն անցնում էին աճող լարվածության մեջ։ Անահիտը դիտում էր յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր հայացք, եւ որքան շատ էր տեսնում, այնքան ավելի էր համոզվում, որ մի սարսափելի բան է պատրաստվում տեղի ունենալ։ Ռուբենը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա։ Մի կարևոր շինարարական նախագծի համար, բացակայելու էր առնվազն 5 օր, Գոհարը մեխանիկորեն գլխով արեց, առանց զգացմունք ցույց տալու, տիկին Հասմիկը զուսպ ժպտաց, Գայանեն իջեցրեց աչքերը, Վարդանը մնաց անդրդվելի, Անահիտը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր մարմնով, հետհաշվարկը սկսվել էր։ Այդ գիշեր, երբ օգնում էր մորը լվացքատանը սրբիչները ծալել, Անահիտը գրեթե ամեն ինչ պատմեց, բառերը հասան լեզվի ծայրին, բայց նա հետ կուլ տվեց դրանք, չէր կարող ռիսկի դիմել, դեռ ոչ, Անուշը նկատեց դստեր հեռավոր հայացքը քնքշորեն շոյեց նրա մազերը։ Ամեն ինչ լավ է, աղջիկս, շատ լուռ ես դարձել, լավ եմ, մայրիկ, պարզապես նոր դպրոցի մասին եմ մտածում, Անուշը թեթացած ժպտաց, դու կհարմարվես, դու միշտ խելացի ես եղել, ավելի խելացի, քան ես երբեք եղել եմ, Անահիտը գրկեց մորը, զգալով լվացքի փոշու։ Նարտոսի հանգստացնող բույրը, ուզում էր պաշտպանել նրան, պաշտպանել Արամին, պաշտպանել իրեն, բայց ինչպես հաջորդ առավոտ Անահիտը տեսավ, թե ինչպես է Գոհարը խմում դեղերը, ինչպես միշտ, տիկին Հասմիկը կողքին էր սպասելով, մինչ նա կուլ տար յուրաքանչյուր հաբը, հետո տնտեսուհին վերցրեց դատարկ բաժակը դուրս եկավ սենյակից, շուրթերին մի գրեթե աննկատելի ժպիտով, այդ ժպիտի մեջ ինչ-որ բան սառեցրեց Անահիտի արյունը, Ռուբենի մեկնելուն մնացել էր 4 օր, Անահիտը գիտեր, որ ժամանակը սպառվում է, պետք էր գործել, բայց չգիտեր ինչպես այդ ժամանակ մի անձրոտ շաբաթ օր, երբ բոլորը զբաղված էին իրենց գործերով, Անահիտը համարձակվեց իջնել առանձնատան նկուղը, նա երբեք նախկինում այնտեղ չէր եղել, տիկին Հասմիկը միշտ փակ էր պահում դուռը, բայց այդ օրը, ինչ-որ անփութության կամ շեղվածության պատճառով, դուռը կիսաբաց էր, աղջիկը իջավ փայտե աստիճաններով, որոնք ջռում էին նրա ոտքերի տակ, օդը խոնավ էր ու սառը, դարակները լցված էին հին տուփերով, կահույքը ծածկված էր սպիտակ սավաններով, իսկ շուրջը բորբոսի հոտ էր փչում, նկուղի վերջում կար մի փայտե սեղան, թղթերի դեզով, Անահիտը մոտեցավ, սիրտը արագ բաբախում էր, վերցրեց առաջին թուղթը, դա մի հին թերթի կտոր էր, ժամանակից դեղնած, վերնագիրն ասում էր. Շինարարության վայրում դժբախտ պատահարի հետանքով ինժեները ծանր վիճակում է, նա շարունակեց թերթել, էլի կտորներ, հին լուսանկարներ, փաստաթղթեր, եւ հետո գտավ մահվան վկայական, անունը Արշակ Կարապետյան էր, ամսաթիվը 12 տարի առաջ։ Անահիտը շրջեց թուղթը գտավ մի լուսանկար, 3 ժպտացող մարդիկ, միջին տարիքի մի տղամարդ, մի բարձրահասակ մուգ մազերով կին մի երիտասարդ տղա, հետի կողմում ձեռքով գրված էր. Արշակ, Հասմիկ Վարդան, միշտ միասին եղբայր ու քույր, աշխարհը։ Թվում էր, թե պտտվում է Անահիտի շուրջը, տիկին Հասմիկը, Վարդանը այդ տղամարդը քույր ու եղբայր էին, իսկ Գայանեն Անահիտը շարունակեց փնտրել, մինչ գտավ մի այլ լուսանկար, Արշակը գրկած էր մի փոքրիկ աղջնակի, հետում գրված էր. Իմ զարմուհի Գայանեն, իմ գանձը, ամեն ինչ սկսեց իմաստ ստանալ, Արշակը աշխատել էր Ռուբեն Ավետիսյանի մոտ, շինարարության ժամանակ ինչ-որ բան էր պատահել, մի բան, որն արժեցել էր Արշակի կյանքը, եւ հիմա նրա հարազատները Ռուբենի տանն էին, աշխատում էին նրա համար, շահելով նրա վստահությունը, այդ ամենը վրեժխնդրության մի ծրագիր իրականացնելու համար, որը տարիներ էր պահանջել նախապատրաստվելու համար, եւ թիրախը Արամն էր, որդին, ժառանգորդը, Ավետիսյանների տոհմի շարունակությունը։ Անահիտը սրտխառնոց զգաց, ամեն ինչ
Հետ դրեց այնպես, ինչպես կար, վազելով բարձրացավ աստիճաններով, փակվեց սենյակում, փորձեց դասավորել մտքերը, պետք էին ապացույցներ, պետք էր պատմել ինչ-որ մեկին, բայց ով կհավատար 11 տարեկան աղջկան, ով մեղադրում էր 3 վստահելի աշխատակիցների նման ծրագրի մեջ, Ռուբենի մեկնելուն մնացել էր 3 օր, Անահիտը հազիվ էր ուտում, հազիվ էր քնում, մայրը սկսեց անհանգստանալ, բայց աղջիկը պնդում էր, որ պարզապես հոգնած է, Անուշը միշտ զբաղված լինելով, ընդունեց բացատրությունը, շարունակեց իր գործերը, կիրակի երեկոյան Ռուբենը հավաքեց բոլոր աշխատակիցներին հյուրասենյակում, դա անսովոր բան էր, բոլորը լարվեցին, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի համար, գիտեմ, որ հաճախ եմ բացակայում, բայց վստահում եմ այստեղ գտնվող յուրաքանչյուրի։ Տիկին Հասմիկ, Վարդան, Գայանե, դուք տարիներ շարունակ այս տան մի մասն եք, եւ Անուշ, դուք ապացուցեցիք, որ հիանալի համալրում եք մեր թիմի համար, շնորհակալություն նա փոքրիկ Անահիտին, ով իրեն օրինակելի է պահում, Անահիտը իջեցրեց աչքերը, զգալով տիկին Հասմիկի հայացքի ծանրությունը իր վրա, ես վաղն առավոտյան մեկնում եմ, հույս ունեմ, որ բոլորդ ամեն ինչ կարգին կպահեք, Գոհարը իրեն այնքան էլ լավ չի զգում, ուստի խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել նրան փոքրիկ Արամին, մի անհանգստացեք, պարոն Ռուբեն։ Մենք ամեն ինչի մասին կհոգանք, ասաց տիկին Հասմիկը մի ժպիտով, որը չհասավ նրա աչքերին, հանդիպումից հետո Անահիտը տեսավ, թե ինչպես են Վարդանը տիկին Հասմիկը նշանակալից հայացքներ փոխանակում, Գայանեն արագ դուրս եկավ սենյակից, կարծես չէր կարողանում այնտեղ մնալ։ Մնացել էին հաշված ժամեր, Անահիտը գիտեր, որ պետք է պատրաստ լինի, ինչ էլ որ նրանք ծրագրած լինեին անել, նա պետք է ներկա լիներ, պետք է լիներ ուշադիր, պետք է ինչ-որ կերպ պաշտպաներ Արամին, այդ գիշեր, անկողնում պառկած, Անահիտը լուռ խոստում տվեց։ Թույլ չէր տա, որ որևէ բան պատահի այդ երեխային, կապ չունի ռիսկը, կապ չունի վախը, նա շատ բան էր տեսել, շատ բան գիտեր, եւ հիմա ուներ մի պատասխանատվություն, որը չէր խնդրել, բայց որը չէր կարող անտեսել, լուսաբացը բերեց Ռուբենի մեկնումը։ Անահիտը պատուհանից նայում էր, թե ինչպես է նա նստում մեքենան, իսկ Վարդանը փակում է դուռը, շարժիչը միացավ, դարպասը բացվեց, եւ առանձնատունը սուզվեց ծանր լռության մեջ, Գոհարը դեղերը խմեց վաղ առավոտյան, տիկին Հասմիկը սովորականից ավելի երկար մնաց նրա սենյակում։ Երբ դուրս եկավ, տանտիրուհու աչքերն արդեն կիսափակ էին, պայքարելով արհեստական քնի դեմ, Գայանեն վերցրեց Արամին օրորոցից տարավ հյուրասենյակ, նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին, երեխան կմկմում էր, զգալով լարվածությունը, Վարդանը շրջում էր տան մեջ, ստուգելով դռները։ Պատուհանները, կարծես փակում էր փախուստի բոլոր ճանապարհները, իսկ տիկին Հասմիկը ամեն ինչ համակարգում էր սառը արդյունավետությամբ, Անահիտը դիտում էր հեռվից, թաքնված դռների հետում, ծածնելով, թե սովորում է, ծածնելով, թե ուշադրություն չի դարձնում։ Բայց նրա էության յուրաքանչյուր բջիջ զգոն էր, ժամերն անցնում էին դանդաղ, եկավ կեսօրը, հետո երեկոյին, Գոհարը խորը քնած էր սենյակում, Անուշը լվացքատանն էր, ծավանները ծալելիս, Անահիտը մնաց խոհանոցում, ծածնելով, թե նախաճաշ է անում, եւ հետո, երեկոյան։ Ժամը 10-ի մոտակայքում նա լսեց մի խլացված ձայն վերի հարկից, ընդհատված լաց, մի տարօրինակ աղմուկ, նրա սիրտը սկսեց արագ բաբախել, նա վազելով բարձրացավ, աշխատելով աղմուկ չանել, երբ մոտեցավ երեխայի սենյակին, տեսավ Գայանեին, ով արագ դուրս էր գալիս, Արամին գրկած, երեխան գունատ էր, նրա շուրթերը սկսում էին մգանալ, Գայանեն գրեթե վազելով իջավ աստիճաններով, աչքերը խուճապից լայն բացված, Անահիտը հետեց նրան, պահպանելով հեռավորությունը, հասնելով խոհանոց, Գայանեն Արամին դրեց մարմարե սեղանի վրա։ Երեխան չէր շարժվում, չէր լացում, տիկին Հասմիկը անմիջապես հայտնվեց, նրան հետում էր Վարդանը, ինչ արեցիր, հարցրեց Հասմիկը, զսպված տագնապով, Ես չգիտեմ, նա պարզապես դադարեց արձագանքել, ես միայն արեցի այն, ինչ դու ասացիր, բայց շտապօգնություն կանչիր, հիմա, Վարդանը վերցրեց հեռախոսը, մի քանի րոպեից բուժաշխատողները այստեղ կլինեին, Անահիտը մնաց թաքնված մթերանոցի մոտ, դիտելով ամեն ինչ։ Նրա մարմինը դողում էր, միտքը գոռում էր, նա գիտեր, որ դա պատահար չէր, գիտեր, որ Արամի հետ ինչ-որ բան էին արել, մի բան, որը հիմա թվում էր, թե դուրս է եկել վերահսկողությունից, երեխան անշարժ էր, գունատ, շուրթերը մուգ։ Եվ մինչ բոլորը սպասում էին շտապօգնության ժամանմանը, Անահիտը կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը, ժամանակն էր գործելու, շտապօգնության շչակը կտրեց Վահագնի գիշերային լռությունը, ձայնը արձագանքում էր ծառաշատ փողոցներում, արթնացնելով հարանների հետաքրքրասիրությունը, ովքեր պատուհաններից դուրս էին նայում, Ավետիսյանների առանձնատանը քաոս էր տիրում, զսպված, գրեթե լուռ, կարծես նույնիսկ հուսահատությունը պետք է հետեր արարողակարգին, Անահիտը մնում էր թաքնված մթերանոցի ստվերներում, դիտելով խոհանոցում ծավալվող տեսարանը, Արամը։
Շարունակում էր անշարժ մնալ մարմարե սեղանի վրա, նրա փոքրիկ մարմինը չափազանց փոքր էր այդ սառը տարածության համար, կայանեն ցածրաձայն լաց էր լինում, ձեռքերը դողում էին երեխայի մազերը շոյելիս, Վարդանը կանգնած էր անշարժ, արձանի պես, աչքերը հառած դռանը։ Իսկ տիկին Հասմիկը իրեն բնորոշ արդյունավետությամբ արդեն պատրաստել էր մի պատմություն բուժաշխատողների համար, նա պարզապես դադարեց արձագանքել, դայակը նրան այդպես գտավ օրորոցում, չգիտենք ինչ է պատահել, սուտը նրա շուրթերից դուրս եկավ այնքան բնական, որ… Անահիտը սարսուռ զգաց, այդ կինը պատրաստ էր ամեն ինչի, նա ուներ պատրաստի պատասխաններ, ուներ ծրագիր յուրաքանչյուր դեպքի համար, բուժաշխատողները ժամանեցին 10 րոպեից էլ քիչ ժամանակում, երկու տղամարդ էին մի կին, բոլորը կապույտ համազգեստով, սարքավորումների պայուսակներով զսպված տագնապով, կինը, ով թվում էր թիմի ղեկավարը, անմիջապես ստանձնեց հրամանատարությունը, երբեք նկատել նրա վիճակի փոփոխությունը, մոտ 15 րոպե առաջ, պատասխանեց տիկին Հասմիկը առանց վարանելու։ Դայակը նրան սովորականի պես քնեցրեց, բայց երբ գնաց ստուգելու, նա արդեն այս վիճակում էր, բուժաշխատողը սկսեց զննել Արամին, ստուգեց շնչուղիները, շնչառությունը, սրտի բաբախյունը, նրա դեմքը մնաց պրոֆեսիոնալ, բայց Անահիտը տեսավ անհանգստությունը նրա աչքերում։ Մեզ բժիշկներ են պետք այստեղ։ Հիմա, զանգահարեք բժիշկ Հայկին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի թիմին, ասեք, որ երեխայի ծանր անհետաձգելի վիճակ է, Վարդանը նորից վերցրեց հեռախոսը, 20 րոպեի ընթացքում բժիշկները սկսեցին ժամանել, ոչ թե մեկ կամ երկուսը։ 9 մասնագետ արձագանքեցին կանչին, ներառյալ մանկաբույժներ, վերակենդանացման մասնագետներ, նորածնային շտապօգնության փորձագետ, տունը, որը նախկինում լուռ էր, վերածվեց բժշկական օգնության ժամանակավոր կենտրոնի, Անահիտը ճանաչեց նրանցից մի քանիսին։ Բժիշկ Հայկ Բարսեղյանը ընտանիքի անձնական մանկաբույժներ, միջին տարիքի մի տղամարդ, ալեխառն մազերով ոսկեգույն շրջանակով ակնոցով, բժիշկ Կարինե Սահակյանը, մանկական սրտաբանը, ժամանեց անմիջապես հետո, բերելով շարժական դեֆիբրիլյատոր, այլ բժիշկներ, որոնց Անահիտը չէր ճանաչում, ներս մտան, բերելով սարքավորումներ, դեղորայք, թթվածնի բալոններ, խոհանոցը վերածվեց վերակենդանացման սենյակի, հեռացրին աթոռները, մաքրեցին սեղանը, դասավորեցին սարքավորումները Արամի շուրջը, լույսերը միացրին առավելագույնը։ Սարքերի ձայնը սկսեց լցնել տարածությունը։ Անահիտը դիտում էր ամեն ինչ, սիրտը կրծքավանդակում ուժգին բաբախում էր, տեսավ, թե ինչպես Արամին միացրին սրտի մոնիտորին, տեսավ, թե ինչպես ներերակային կաթիլային տեղադրեցին նրա փոքրիկ թի վրա, տեսավ, թե ինչպես սկսեցին դեղեր ներարկել, մաքուր թթվածին, փոքրիկ դիմակի միջոցով, ադրենալին, այլ դեղեր, որոնց անունները նա չգիտեր, բժիշկները աշխատում էին համակարգված լռության մեջ, հաղորդակցվելով տեխնիկական բառերով, ճշգրիտ ժեստերով, Անահիտը տեսնում էր կենտրոնացումը նրանց դեմքերին, լարվածությունը նրանց շարժումների մեջ, նրանք պայքարում էին ժամանակի դեմ, թթվածնի հագեցվածությունը 70% է, շատ ցածր է, ավելացրու հոսքը, պատրաստվեք ինտուբացիայի, եթե չարձագանքի, սրտի զարկերը նվազում են, 50 զարկ, էլի ադրենալին, հիմա։ Անահիտը ուզում էր դուրս գալ այնտեղից, ուզում էր վազել սենյակ թաքնվել վերմակի տակ, բայց չէր կարողանում շարժել ոտքերը, նա գամված էր այնտեղ, որպես մի բանի ակամա վկա, որը ոչ ոք կարծես չէր տեսնում։ Որովհետև մինչ բոլորը կենտրոնացած էին բժշկական արարողակարգերի տեխնոլոգիայի սարքերի թվերի վրա, Անահիտը տեսնում էր մի այլ բան, նա տեսնում էր երեխային, տեսնում էր Արամին, տեսնում էր, թե ինչպես են նրա շուրթերը գնալով ավելի մգանում, տեսնում էր նրա մաշկի գույնի փոփոխությունը գունատից դեպի մոխրագույն։ Եվ տեսնում էր մի այլ բան, որ բժիշկներից ոչ ոք կարծես չէր նկատում, մի տարօրինակ գունավորում Արամի կոկորդի հետի մասում, այդ պատկերը արթնացրեց մի հին հիշողություն, թաղված նրա մտքի խորքերում, Անահիտը 7 տարեկան էր, երբ Շենգավիթի իրենց թաղամասի մի հարանուհի գրեթե կորցրել էր իր փոքրիկ որդուն, բոլորը կարծում էին, թե դա սովորական շնչառական ճգնաժամ է, բայց երեխան չէր լավանում, մինչ որ մի փորձառու բուժքույր նկատեց մուգ գունավորում կոկորդում, պարզեց, որ երեխան թունավոր մի բան է կուլ տվել։ Դա պատահար չէր, ինչ որ մեկը երեխային մի բան էր տվել, դեղի անվան տակ, այդ պատկերը երբեք դուրս չէր եկել Անահիտի գլխից, եւ հիմա, նայելով Արամին, նա տեսնում էր նույն բանը, նույն գունավորումը, նույն պատկերը, նրանք սխալ բանն են բուժում, մտածեց Անահիտը, աճող հուսահատությամբ, փորձում են ստիպել սրտին բաբախել, թոքերին շնչել, բայց խնդիրը դա չէ, այն կոկորդում է, այն բանի մեջ է, ինչ նա կուլ է տվել, բայց ինչպես դա ասել, ով կհավատար 11 տարեկան աղջկան, ով կասկածի տակ էր դնում 9 մասնագետ բժիշկների աշխատանքը, Անահիտը շուրջը նայեց, Անուշը եկել էր խոհանոց, ձայներից ներգրավված, նա հենված էր պատին, ձեռքերով փակել էր բերանը, աչքերը շոկից լայն բացված, գոհարը շարունակում էր խորը քնել սենյակում, անտեղյակ, որ որդին պայքարում է կյանքի համար, տիկին Հասմիկը։
Դիտում էր ամեն ինչ մի արտահայտությամբ, որն Անահիտը չէր կարողանում վերծանել, արդյոք այնտեղ անհանգստություն կար, թե՞ դա պարզապես համոզիչ դիմակ էր։ Գայանեն լուռ լաց էր լինում մի անկյունում, խուսափելով նայել Արամին, Վարդանը մնում էր անշարժ դռան մոտ, պահապանի պես, բժիշկները շարունակում էին աշխատել, էլի դեղեր, էլի թթվածին, ստուգեցին ռեֆլեքսները, զննեցին բիբերը։ Փորձեցին խթանել արձագանքները, ոչինչ չէր օգնում, Արամը չէր շարժվում, չէր լացում, չէր պատասխանում, թթվածնի հագեցվածությունը չի բարձրանում, 68-ը, նվազագույն արձագանք խթաններին, ռեֆլեքսները գրեթե բացակայում են, պատրաստեք դեֆիբրիլյատորը։ Հնարավոր է առիթմիա լինի, Անահիտը զգաց, թե ինչպես է խուճապը մեծանում իր ներսում, նրանք հետում էին բոլոր ճիշտ արարողակարգերին, բայց Արամը չէր լավանում, եւ յուրաքանչյուր անցնող վայրկյանը կյանքի մի վայրկյան պակաս էր, նա նորից նայեց երեխայի կոկորդին։ Այնտեղից, որտեղ կանգնած էր, կարողանում էր տեսնել միայն մասնակիորեն, բայց մուգ գունավորումը այնտեղ էր, համոզված էր, եւ եթե ոչ ոք ոչինչ չաներ, Արամը չէր ապրի, աղջիկը փակեց աչքերը, փորձելով քաջություն հավաքել, հիշեց իր հոր խոսքերը, ով մահացել էր 3 տարի առաջ, նա միշտ ասում էր, որ ճիշտ բանն անելը ավելի կարևոր է, քան քաղաքավարի երալը, որ պաշտպանել նրանց, ում սիրում ենք, պահանջում է քաջություն, նույնիսկ երբ վախենում ենք, Անահիտը Արամին մտերիմ չէր ճանաչում։ Տեսել էր երեխային ընդամենը մի քանի անգամ միշտ հեռվից, բայց այդ երեխան անմեղ էր, նա մեղավոր չէր հոր սխալների համար, նա արժանի չէր վճարել հանցանքների համար, որոնք չէր գործել, եւ եթե ինքը ոչինչ չաներ, ամբողջ կյանքում կապրեր իմանալով, որ կարող էր փրկել մի կյանք, ընտրեց լռությունը, դա ընտրություն չէր, դա պարտականություն էր։ Անահիտը դուրս եկավ մթերանոցից, ոտքերը դողում էին, սիրտը արագ բաբախում էր, քայլեց դեպի սեղանը, որտեղ Արամը շրջապատված էր բժիշկներով, սարքավորումներով, բոլորն այնքան կենտրոնացած էին, որ ոչ ոք չնկատեց աղջկա մոտենալը, մինչ որ նա խոսեց. «Բժիշկ, կարծում եմ, խնդիրը նրա կոկորդում է»։ Նրա ձայնը հնչեց ավելի բարձր, քան ինքն էր սպասում, կտրելով խոհանոցի տեխնիկական լռությունը։ Բոլորը շրջվեցին, 9 զույգ աչքեր սերվեցին նրա վրա։ Անուշը լայն բացեց աչքերը, զարմացած։ Վախեցած, տիկին Հասմիկը կիտեց հոնքերը, Գայանեն դադարեց լաց լինել, Վարդանը մի քայլ առաջ եկավ, կարծես պատրաստվում էր միջամտել, բժիշկ Հայկը նայեց Անահիտին շփոթմունքի զայրույթի խառնուրդով, աղջիկս, հիմա ժամանակը չէ, խնդրում եմ դուրս արի այստեղից։ Բայց Անահիտը չշարժվեց, նա անցել էր անտեսանելի սահմանը, հիմա չէր կարող հետ դառնալ, այնտեղ ներսում մի մուգ գույն կա, նրա կոկորդում, ես տեսա, կարծում եմ նա ինչ-որ բան է կուլ տվել, մի վատ բան, մենք արդեն զննել ենք շնչուղիները։ Ամեն ինչ մաքուր է։ Հիմա, խնդրում եմ, թույլ տուր աշխատենք, բայց Անահիտը չգնաց, նա մի քայլ առաջ արեց, ես սա նախկինում տեսել եմ, մի երեխա գրեթե մահացավ մեր թաղամասում դրա պատճառով, բոլորը կարծում էին, թե շնչառական ճգնաժամ է, բայց թունավորում էր։ Գույնը նույնն էր, խնդրում եմ, պարզապես նայեք, պարզապես ստուգեք, բժիշկ Հայկը հոգոց հանեց, ակնհայտորեն անհամբեր, պատրաստվում էր նորից հեռացնել աղջկան, երբ բժիշկ Կարինեն սրտաբանը բարձրացրեց ձեռքը, սպասեք, թույլ տվեք ես նայեմ։ Նա վերցրեց մի փոքրիկ լապտեր, մոտեցավ Արամին, զգուշորեն բացեց երեխայի բերանը, լուսավորեց կոկորդը, զննեց մի քանի վայրկյան, նրա դեմքը փոխվեց, սովորական արտահայտությունը տեղի տվեց բացարձակ ուշադրությանը։ Հայկ, արի տես սա, մանկաբույժը մոտեցավ, հոնքերը կիտած, նայեց այնտեղ, որտեղ բժշկուհին ցույց էր տալիս, եւ հետո նրա դեմքը գունատվեց, Աստված իմ, այստեղ աննորմալ գունավորում կա, սա սովորական հիպոքսիայի պատկեր չէ, թվում է քիմիական ռեակցիա, ինտոքսիկացիա հնարավոր է, պետք է անհապաղ ստամոքսի լվացում անել։ Եվ նմուշներ վերցնել, արագ։ Խոհանոցում նոր ռիթմ սկսվեց, ավելի հրատապ, ավելի կենտրոնացած, բժիշկները լիովին փոխեցին մոտեցումը, պատրաստեցին ստամոքսի լվացման սարքավորումները, վերցրեցին թքի ստամոքսի պարունակության նմուշներ, ներարկեցին ունիվերսալ հակաթույններ։ Մինչ սպասում էին նյութի նույնականացմանը, Անահիտը նահանջեց, դողալով գլխից մինչ ոտքերը, Անուշը վազեց նրա մոտ, ամուր գրկեց նրան, շնջալով մխիթարական բառեր, որոնք աղջիկը հազիվ էր լսում, նրա սիրտն այնքան ուժեղ էր բաբախում, որ խլացնում էր բոլոր այլ ձայները, տիկին Հասմիկը դիտում էր Անահիտին սառը հայացքով, Գայանեն էլ ավելի էր կծկվել անկյունում, Վարդանը սեղմել էր բռունցքները, ծնոտը լարված էր, հաջորդ րոպեները զուտ տանջանք էին, բժիշկները տենթակին աշխատում էին, կատարելով բուժումներ, հսկելով արձագանքները, կարգավորելով արարողակարգերը, Անահիտը չէր կարողանում աչքը կտրել Արամից, տեսավ, թե ինչպես նրա փոքրիկ մարմինը սկսեց արձագանքել, նախ թեթ ցնցում, հետո հազ, այնուհետ մի թույլ լաց, բայց արդեն ներկա, թթվածնի հագեցվածությունը բարձրանում է։ 72
75, 80, սրտի զարկերը նորմալանում են, 100 զարկ, 110, նա արձագանքում է, նա պատասխանում է, թեթության հավաքական հառաչանքը լցրեց խոհանոցը, Անուշը ավելի ամուր սեղմեց Անահիտին, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Բժիշկ Կարինեն իրեն թույլ տվեց մի արագ ժպիտ, նախքան նորից կենտրոնանալը, Արամը լաց էր լինում, դա թույլ լաց էր, հոգնած, բայց դա կյանք էր, դա պատասխան էր, դա հույս էր, մենք պետք է նրան հիվանդանոց տանենք հիմա։ Նա ինտենսիվ հսկողության նյութերի ամբողջական անալիզի կարիք ունի, թունավորումը կարող էր վնասներ հասցնել, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել, բուժաշխատողները պատրաստեցին Արամին տեղափոխման համար, դրեցին նրան փոքրիկ պատգարակի վրա, միացրին շարժական մոնիտորներին, ծածկեցին ջերմային վերմակներով։ Բժիշկ Կարինեն բժիշկ Հայկը պետք է գնային շտապօգնության մեքենայով, նախքան դուրս գալը, բժիշկ Կարինեն մոտեցավ Անահիտին, ծնկի իջավ, որպեսի լինի աղջկա հասակին, բռնեց նրա ձեռքերը, դու փրկեցիր նրա կյանքը, գիտես դա, եթե դու չխոսեիր, մենք չէինք տեսնի, մենք ժամանակին չէինք փոխի բուժումը, դու շատ քաջ ես, Անահիտը չկարողացավ պատասխանել, պարզապես գլխով արեց, աչքերը լիքը արցունքներով, շտապօգնությունը մեկնեց, տանելով Արամին, բժիշկ Կարինեին, բժիշկ Հայկին, երկու այլ բժիշկներ մնացին, ապացույցներ հավաքելու, հարցեր տալու համար, առանձնատունը, որը նախկինում բժշկական ռազմաճակատ էր, սուզվեց մի ծանր անհարմար լռության մեջ, Անուշը տարավ Անահիտին սենյակ, դեռ գրկած նրան, պառկեցրեց դստերը անկողնում, զգուշորեն ծածկեց մնաց այնտեղ, շոյելով նրա մազերը, մինչ աղջիկը վերջապես թուլացավ, դու հրաշալի էիր, աղջիկս, չգիտեմ, ինչպես դու տեսար դա, չգիտեմ, ինչպես դու քաջություն ունեցար, բայց Աստված այսօր քեզ օգտագործեց քեզ մի կյանք փրկելու համար, Անահիտը ուզում էր ամեն ինչ պատմել մորը։ Ուզում էր խոսել դավադրության մասին, Արշակ Կարապետյանի մասին, վրեժի ծրագրի մասին, բայց բառերը դուրս չէին գալիս, հոգնածությունը հսկայական էր, կուտակված լարվածությունը իր գինն էր պահանջում, մի քանի րոպեից նա քնեց, Անուշը մնաց այնտեղ, նայելով դստերը հպարտության, անհանգստության խառնուրդով, այդ տանը ինչ-որ բան էր կատարվում, մի բան, որ նա լիովին չէր հասկանում, բայց գիտեր, որ այդ պահից սկսած ամեն ինչ կփոխվի, ներքում, խոհանոցում, տիկին Հասմիկը, Վարդանը Գայանեն հավաքվեցին բժիշկների հեռանալուց հետո։ Նրանց միջ լռությունը խիտ էր, ինչպես մառախուղը, սա չպետք է պատահեր, ասաց Հասմիկը, ցածր վերահսկվող ձայնով, աղջիկը միջամտեց, նա տեսավ բաներ, որոնք չպետք է տեսներ, պատասխանեց Վարդանը, Գայանեն բարձրացրեց աչքերը, որոնք դեռ կարմիր էին լացից։ Թերս, սա նշան է, թերս մենք չպետք է այսքան հեռու գնայինք, տիկին Հասմիկը նրան նայեց սառնությամբ, հիմա հետարս չկա, այն ինչ արվել է, արված է, բայց մենք պետք է վերանայենք ամեն ինչ, այդ աղջիկը խնդիր է, նա շատ բան գիտի, շատ բան է տեսել, Ինչ ես առաջարկում, հարցրեց Վարդանը, դեռ ոչինչ, բայց մենք պետք է զգույշ լինենք, շատ զգույշ, երեքն էլ լուր բաժանվեցին, յուրաքանչյուրը գրելով իր ընտրության ծանրությունը, ծրագիրը, որը տարիներ էր պահանջել կառուցելու համար, փլուզվել էր րոպեների ընթացքում մի ուշադիր աղջկա պատճառով, ով համարձակվել էր խոսել, երբ բոլոր մեծահասակները կույր էին մնում, ժամեր անց Ռուբեն Ավետիսյանը ստացավ զանգը Մոսկվայում, շոկի մեջ լսեց պատմությունը, անմիջապես ընդհատեց իր գործերը, նստեց երան վերադարձող առաջին ինքնաթիռը։ Ամբողջ թռիչքի ընթացքում նրա միտքը պտտվում էր բժիշկ Հայկի բառերի շուրջ, ինտոքսիկացիա, քիմիական նյութ, երեխայի միջամտություն, ոչինչ իմաստ չուներ, եւ մինույն ժամանակ ամեն ինչ իմաստ ուներ, երբ նա հասավ առանձնատուն, արդեն լուսաբաց էր։ Գնաց ուղիղ Գոհարի սենյակ, նա դեռ քնած էր, ուժեղ դեղերի ազդեցության տակ, Ռուբենը փորձեց արթնացնել նրան, բայց նա միայն անհասկանալի բառեր մրմնջաց նորից քնեց, նա իջավ խոհանոց, որտեղ գտավ տիկին Հասմիկին սուրճ պատրաստելիս, տնտեսուհին բարձրացրեց աչքերը, զարմացած տիրոջ վաղաժամ ժամանումից, պարոն Ռուբեն, մենք ձեզ այսքան շուտ չէինք սպասում, ինձ պատասխաններ են պետք, Հասմիկ, ինչ է պատահել այստեղ այս գիշեր, տիկին Հասմիկը սկսեց պատմել պաշտոնական տարբերակը, Արամը վատացել էր առանց ակնհայտ պատճառի։ Բժիշկներին կանչել էին, աղջիկը նկատել էր մի բան, որը նրանք չէին տեսել, երեխան փրկվել էր տեղափոխվել հիվանդանոց, Ռուբենը լսում էր նրան լռությամբ, բայց նրա աչքերում ինչ-որ բան ցույց էր տալիս, որ նա համոզված չէ, կային չծակերպված հարցեր, չարտահայտված կասկածներ։ Ուզում եմ խոսել աղջկա հետ, Անահիտի հետ, որտեղ է նա, քնած է, պարոն, ծանր գիշեր էր բոլորի համար, հենց որ նա արթնանա, ինձ տեղյակ պահեք, պետք է անձամբ շնորհակալություն հայտնեմ, տիկին Հասմիկը գլխով արեց, բայց Ռուբենը տեսավ անհանգստությունը նրա դեմքին, տեսավ լարվածությունը նրա ուսերի վրա, տեսավ մի բան, որը երբեք նախկինում չէր նկատել, տիկին Հասմիկը նյարդային էր, առաջին անգամ այս բոլոր տարիների ընթացքում, որ նա աշխատում էր իր մոտ, նա անվստահություն էր դրսևորում, Ռուբենը նորից բարձրացավ սենյակ,
Բայց չկարողացավ քնել, մնաց պատուհանի մոտ, նայելով փողոցի լույսերով լուսավորված այգուն, մտածելով, հաշվարկելով, հարցեր տալով, այդ տանը ինչ-որ բան խորապես սխալ էր, և նա կասկածում էր, որ ճշմարտությունը շատ ավելի մռայլ էր, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել։ Մինչդեռ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում Արամը քնած էր մանկական վերակենդանացման բաժանմունքում, շրջապատված մոնիտորներով ինտենսիվ խնամքով։ Լաբորատոր անալիզները արդեն սկսում էին արդյունքներ ցույց տալ, նրա օրգանիզմում ուժեղ քնաբեր նյութի հետքեր կային, ոչ մահացու չափաբաժնով, բայց բավարար երեխայի մոտ շնչառության կանգ առաջացնելու համար։ Բժիշկ Կարինեն զննեց արդյունքները աճող անհանգստությամբ, դա պատահար չէր, ինչ-որ մեկը այդ նյութը տվել էր Արամին, դիտավորյալ, նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց ոստիկանություն, հետաքննությունը պատրաստվում էր սկսվել, իսկ Վահագնի առանձնատանը, Ավետիսյանների մոտ, տարիներով պահված գաղտնիքների խորքում։ Ճշմարտությունը սկսում էր ջրի երես դուրս գալ, ինչպես ամբարտակված ջուրը, որը վերջապես ճեղքում է պատնեշը, Անահիտը արթնացավ արածագին, նստեց անկողնում, դեռ թմրած, փորձելով վերհիշել ամեն ինչ, ինչ պատահել էր, նայեց իր ձեռքերին, փոքրիկ ու դողացող, հազիվ էր հավատում, որ խոսել էր այդ բոլոր բժիշկների առաջ, որ պնդել էր, որ փրկել էր Արամին, նա դանդաղ վեր կացավ, գնաց պատուհանի մոտ, ներքում տեսավ ոստիկանական մեքենա, կանգնած առանձնատան դիմաց, երկու քննիչ խոսում էին տիկին Հասմիկի հետ մուտքի մոտ։ Վարդանին հարցաքննում էին ավտոտնակի մոտ, Գայանեն նստած էր այգու նստարանին, գլուխը կախ, ճշմարտությունը դուրս էր գալիս ջրի երես, և Անահիտը գիտեր, որ դա միայն սկիզբն էր, գնդապետ Կարեն Մնացականյանը ավելի քան 20 տարվա փորձ ուներ ոստիկանությունում։ Իր կարիերայի ընթացքում ամեն ինչ տեսել էր, սկսած գրքի հողի վրա կատարված հանցագործություններից մինչ բարդ գործարար խարդախություններ, բայց երբ ստացավ կանչը Վահագնի առանձնատանը երեխայի կյանքի դեմ հնարավոր մահափորձի մասին, զգաց, որ այս դեպքը այլ է լինելու, նա ժամանեց Ավետիսյանների տուն իր գործընկերոջ, քննիչ Անի Օհանյանի ուղեկցությամբ, ով ուներ սուր հայացք մանրակրկիտ մեթոդներ, երկուսին էլ դիմավորեց Ռուբեն Ավետիսյանը, ով տեսանելիորեն ցնցված էր, աչքերը կարմրած հոգնածությունից, անհանգստությունից։ Պարոն Ավետիսյան, մեզ պետք է խոսել բոլոր նրանց հետ, ովքեր տանը են եղել միջադեպի ժամանակ, սկսած այն աշխատակիցներից, ովքեր անմիջական կապ են ունեցել երեխայի հետ, Ռուբենը գլխով արեց քննիչներին, ուղեկցեց հյուրասենյակ։ Այնտեղ տիկին Հասմիկը սպասում էր նստած։ Միշտ նույն ուղիղ կեցվածքով, բայց նրա աչքերում ինչ-որ բան փոխվել էր, մի զսպված լարվածություն, մի նյարդայնություն, որը նա փորձում էր թաքցնել պրոֆեսիոնալ արդյունավետությամբ, քննիչ Անին սկսեց ուղիղ հարցերից, ո՞րն էր Արամի առօրյան, վեր խնամում նրան, ինչ տեղեր էր ստանում, արդյոք որևէ փոփոխություն եղել էր միջադեպին նախորդող օրերին, տիկին Հասմիկը պատասխանում էր ամեն ինչին հաշվարկված ճշգրտությամբ, նրա ձայնը մնաց հաստատուն, ձեռքերը չդողացին։ Բայց Անին նկատում էր փոքրիկ վարանումները, գրեթե աննկատելի դադարները որոշակի պատասխաններից առաջ, ինչ-որ բան բաց էր թողնվում, ինչ-որ բան թաքցվում էր, Վարդանը հաջորդն էր, ում հարցաքննեցին, նա նստեց նույն աթոռին, որտեղ Հասմիկն էր նստած, պահպանելով նույն կոշտ կեցվածքը, նույն չեզոք տոնը։ Բայց երբ Անին հարցրեց Ավետիսյանների ընտանիքի հետ նրա հարաբերությունների մասին, նա վայրկյանի մի մասնիկ վարանեց, դա բավական էր, որքան ժամանակ է, ինչ աշխատում եք այստեղ, պարոն Վարդան, 7 տարի, իսկ դրանից առաջ, աշխատել եմ այլ տներում։ Միշտ որպես վարորդ։ Որ է նախկին կապ Ավետիսյանների ընտանիքի հետ, մասնավորապես պարոն Ռուբենի հետ, ոչ մի, սուտ էր, Անին գիտեր, երբ ինչ-որ մեկը ստում էր, և Վարդանը ստում էր, Գայանեն վերջինն էր երեքից, ում հարցաքննեցին, երբ նա մտավ սենյակ, նրա աչքերը ուռած էին լացից, ձեռքերը տեսանելիորեն դողում էին, նա նստեց աթոռի եզրին, կարծես պատրաստ լիներ ցանկացած պահի փախչելու, հարցերը սկսվեցին մեղմորեն, Անին օգտագործեց մայրական, հասկացող տոն, գիտեր, որ Գայանեն շղթայի թույլ օղակն էր։ Այն մեկը, ով պատրաստ էր կոտրվելու։ Պետք է որ շատ վախենալու լիներ քեզ համար, Գայանե, երեխային այդ վիճակում գտնելը, Գայանեն գլխով արեց, անկարող խոսելու, դու մենակ էիր նրա հետ, ես։ Այո, փոխում էի նրա տակտիրը քնեցնելուց առաջ, և երբ նկատեցիր, որ ինչ-որ բան այն չէ, նա շատ լուռ դարձավ, շատ գունատ, ես անմիջապես կանչեցի տիկին Հասմիկին, դու նրան որևէ բան տվել էիր դրանից առաջ, տեղ, ջուր, որևէ բան։ Գայանեն բացեց բերանը պատասխանելու համար, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ, նրա ձեռքերը սեղմեցին կիսաշրջազգեստի կտորը, աչքերը նորից լցվեցին արցունքներով, ոչ, ես ոչինչ չեմ տվել, ևս մի սուտ, ավելի ակնհայտ, քան նախորդը, Անին հայացք փոխանակեց գնդապետ Կարենի հետ, երկուսն էլ գիտեին, որ ավելի շատ տեղեկությունների կարիք ունեն ճնշում գործադրելուց առաջ, որոշեցին փոխել մարտավարությունը։
Կցանկանայինք խոսել այն աղջկա հետ, ով հայտնաբերել էր խնդիրը, Անահիտը, չէ, Ռուբենը, ով հետում էր բոլոր հարցաքննություններին, գլխով արեց, հիմա կբերեմ նրան։ Մի քանի րոպե անց Անահիտը մտավ սենյակ մոր Անուշի ուղեկցությամբ։ Աղջիկը թվում էր փոքրիկ վախեցած, բայց նրա աչքերը ցույց էին տալիս սուր բանականություն, նա դիտարկում էր ամեն ինչ, արձանագրում էր յուրաքանչյուր մանրուք, Անին ժպտաց նրան, փորձելով հանգստացնել, ողջույն, Անահիտ, իմ անունը Անի է, ես քննիչ եմ, դու ոչ մի մեղք չունես, լավ։ Պարզապես ուզում ենք ավելի լավ հասկանալ, թե ինչ ես տեսել երեկ երեկոյան, Անահիտը նայեց մորը, ով քաջալերող գլխով արեց, հետո սկսեց խոսել, նրա ձայնը սկզբում ցածր էր, բայց ուժեղացավ պատմության ընթացքում, պատմեց Արամի կոկորդի մուգ գունավորման մասին։ Իր հին թաղամասի երեխայի հիշողության մասին, այն քաջության մասին, որ պետք էր հավաքել բոլոր այդ բժիշկների առաջ խոսելու համար, խոսեց անկեղծությամբ, հստակությամբ, առանց զարդարանքների կամ դրամատիզացման, Անին լսում էր նրան աճող ուշադրությամբ։ Աղջկա պատմության մեջ ինչ-որ բան կար, որն այնքան ճշմարտանման էր հնչում, որ հնարավոր չէր անտեսել, եւ կար մի այլ բան, սուր ընկալում, հազվադեպ զգայունություն, Անահիտ, դու շատ ժամանակ ես անցկացնում այս տան մարդկանց դիտարկելով, աղջիկը վարանեց։ Նորից նայեց մորը, երբեմն, ես սիրում եմ դիտարկել, եւ դու որե տարօրինակ բան նկատել ես միջադեպին նախորդող օրերին, մի բան, որը քո ուշադրությունը գրավեց, դա այն պահն էր, որին սպասում էր Անահիտը, հնարավորությունը պատմելու այն ամենը, ինչ տեսել էր, լսել էր, պարզել էր։ Բայց մինույն ժամանակ նա վախ էր զգում, վախ, որ իրեն չեն հավատա, վախ, որ մորը վտանգի կենթարկի, վախ հետանքներից, Անուշը նկատեց դստեր վարանումը մոտեցավ, բռնելով նրա ձեռքը, կարող ես խոսել, աղջիկս, ասա ճշմարտությունը, դա միշտ ճիշտ ճանապարհն է։ Անահիտը, խորը շունչ քաշեց, եւ հետո սկսեց պատմել, թաքնված լսած խոսակցությունների մասին, 3 աշխատակիցների միջ լարվածության մասին, այն նախադասության մասին, որը սառեցրել էր իր արյունը։ Սա տարիներով է ծրագրվել, նկուղում իր հետազոտությունների Արշակ Կարապետյանի մասին բացահայտումների մասին, սենյակում բացարձակ լռություն տիրեց, Ռուբենը տեսանելիորեն գունատվեց, գնդապետ Կարենը կռացավ առաջ, Անին վերցրեց իր գրիչը, սկսեց արագ նշումներ անել։ Անահիտ, դու ասացիր, որ նկուղում փաստաթղթեր ես գտել, թերթի կտորներ մի վթարի մասին, կարող ես ցույց տալ մեզ, թե որտեղ, աղջիկը գլխով արեց, բոլորը իջան նկուղ, Անահիտը առաջնորդեց։ Ճանապարհը դեպի հետի փայտե սեղանը, բայց երբ հասան այնտեղ, սեղանը դատարկ էր, լիովին դատարկ, ոչ մի թուղթ, ոչ մի լուսանկար, ոչ մի փաստաթուղթ, Անահիտը զգաց, թե ինչպես է հողը փախչում իր ոտքերի տակից, ամեն ինչ այստեղ էր, ես երդվում եմ։ Կային թերթի կտորներ, լուսանկարներ, փաստաթղթեր, ամեն ինչ այստեղ էր, Անին զննեց սեղանը, փնտրելով որե հետք, գտավ միայն փոշու մի բարակ շերտ, որը վերջերս խաթարվել էր, ինչ-որ մեկը ամեն ինչ հեռացրել էր, եւ վերջերս, ես հավատում եմ քեզ, Անահիտ։ Ինչ-որ մեկը մաքրել է ապացույցները, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող դրանք գտնել այլ ճանապարհով, վերադարձան հյուրասենյակ, Ռուբենը տեսանելիորեն ցնցված էր, նա ծանր նստեց բազկաթոռին, ձեռքերով փակելով դեմքը, Արշակ Կարապետյան, մրմնջաց նա։ Այսքան տարի անց այն դեռ հետապնդում է ինձ, գնդապետ Կարենը մոտեցավ, պարոն Ավետիսյան, ճանաչում եք այդ անունը, Ռուբենը բարձրացրեց աչքերը, հոգնած ցավով լի, ճանաչում եմ, Արշակը աշխատել է ինձ մոտ 12 տարի առաջ։ Նա ինժեներ էր իմ շինարարական օբյեկտներից մեկում։ Կոմպետենտ մարդ էր, նվիրված, բայց մի վթար եղավ, կառուցվածքային անսարքություն, որը ժամանակին չհայտնաբերվեց, Արշակը տեղում էր, երբ դա պատահեց, ծանր վիրավորվեց, ամիսներ անցկացրեց հիվանդանոցում, բայց չդիմացավ, եւ ո՞։ Լներ ձեր մասնակցությունը այդ վթարին, Ռուբենը փակեց աչքերը, երբ խոսեց, նրա ձայնը ծանրաբեռնված էր մեղքի զգացումով, շինարարությունը ուշանում էր, ես ճնշում էի թիմին, արագացնելու ժամկետները, կրճատեցի անվտանգության որոշ ընթացակարգեր, որոնք համարում էի ավելորդ, անտեսեցի ռիսկերի մասին։ Հաշվետվությունները, ուզում էի նախագիծը հանձնել ժամանակին, որպեսզի չկորցնեմ պայմանագիրը, Արշակը զգուշացրեց վտանգների մասին, ավելի շատ ժամանակ խնդրեց, ավելի շատ ռեսուրսներ, ես մերժեցի, եւ նա իր կյանքով վճարեց իմ հավակնությունների պատճառով։ Այն ժամանակ հետաքննություն եղավ, բայց ես ունեի հմուտ փաստաբաններ, փող, համաձայնության գալու համար, ազդեցություն, գործը լռեցնելու համար, պաշտոնապես այն գրանցվեց որպես աշխատանքային պատահար առանց գործատուի անմիջական պատասխանատվության։ Արշակի ընտանիքը փոխհատուցում ստացավ, գործը արխիվացվեց, բայց ես գիտեի ճշմարտությունը, միշտ գիտեի, Անին նշումներ էր անում լսելիս, փազլի կտորները սկսում էին տեղավորվել, Արշակ Կարապետյանը ընտանիք ուներ, 2 քույր ու եղբայր, Հասմիկը Վարդանը։
Եվ մի զարմուհի Գայանեն, ես հիշում եմ նրանց ուղարկավորության ժամանակ, ատելությունը նրանց աչքերում, ցավը, զայրույթը, դրանից հետո նրանց այլս չեմ տեսել, մինչ հիմա, հասկանում եմ, նրանք ամբողջ ժամանակ այստեղ էին, իմ տանը, սպասելով հարմար պահին։ Ռուբենը վեր կացավ քայլելով դեպի պատուհանը, նրա ձայնը հնչեց ավելի ցածր, ավելի ծանր, Հասմիկը հայտնվեց 7 տարի առաջ, հիանալի երաշխավորագրերով, ես նրան աշխատանքի վերցրեցի առանց կասկածելու, հետո Վարդանը նույնպես անթերի ինքնակենսագրականով, եւ Գայանեն, 3 տարի առաջ, հենց այն ժամանակ, երբ Գոհարը հղիացավ, բոլորը ռազմավարական պահերին, բոլորը տեղավորվել էին իրենց դիրքերում, ես հիմար էի, մի գոռոզ հիմար, ով կարծում էր, թե անցյալը կարելի է թաղել փողով ազդեցությամբ, գնդապետ Կարենը խաչեց ձեռքերը։ Մենք պետք է երեքին էլ բերենք պաշտոնական հարցաքննության, եւ մեզ պետք կլինեն երեխայի տոքսիկոլոգիական անալիզի ամբողջական արդյունքները, եթե մեր կասկածները հաստատվեն, խոսքը գնում է սպանության փորձի դավադրության մասին, այդ պահին տիկին Հասմիկը մտավ սենյակ։ Նա պետք է որ լսած լիներ խոսակցության մի մասը, որովհետև նրա դեմքը սովորականից ավելի գունատ էր, պարոն Ռուբեն, պետք է խոսեմ ձեզ հետ, առանձին, այն ամենը, ինչ ունեք ասելու, կարող եք ասել քննիչների ներկայությամբ, Հասմիկ, տնտեսուհին շուրջը նայեց, տեսնելով բոլորի աչքերը սերված իր վրա, նրա արդյունավետության դիմակը վերջապես սկսեց ճաքել, նրա ուսերը թեթակի իջան, աչքերը լցվեցին տարիներով զսպված արցունքներով, լավ, ամեն ինչ կպատմեմ, բայց նախ պետք է մի բան հասկանաք, մենք չէինք ուզում հասնել այս կետին։ Դա չպետք է այսպես լիներ, Անին միացրեց ձայնագրիչը, պատրաստ եք պաշտոնական խոստովանություն անել, տիկին Հասմիկը հոգնած գլխով արեց, նա նստեց այն աթոռին, որտեղ Անահիտն էր նստած րոպեներ առաջ, նրա ձեռքերը, որոնք միշտ այնքան հաստատուն էին, թեթակի դողում էին, Արշակը իմ ավագ եղբայրն էր, մեր հերոսը, մեր պաշտպանը, երբ մեր ծնողները մահացան, նա ստանձնեց պատասխանատվությունը իմ Վարդանի համար, ծանր էր աշխատում, որպեսզի մեզ կրթություն հնարավորություններ տա, մեր կրտսեր եղբոր դստերը Գայանեին, սիրում էր այնպես, ինչպես սեփականին, երբ նա աշխատանք ստացավ պարոն Ռուբենի ընկերությունում, այնքան երջանիկ էր, վերջապես կարող էր իրականացնել իր բոլոր երազանքները, նրա ձայնը դողաց, նա մաքրեց կոկորդը շարունակելուց առաջ, բայց հետո եղավ վթարը։ Արշակը զանգահարեց մեզ այդ առավոտ, անհանգստացած, ասաց, որ կառուցվածքում խնդիրներ կան, որ ավելի շատ ժամանակ է պետք ստուգումներ անելու համար, որ պարոն Ռուբենը շատ է ճնշում, խնդրեց ավելի ուշ խոսել, դա վերջին անգամն էր, որ ես լսեցի նրա ձայնը առանց ցավի։ Արցունքները վերջապես հոսեցին նրա դեմքով, նա ամիսներ անցկացրեց հիվանդանոցում, տանջանքի ամիսներ, ամեն ինչ փորձեցինք, բայց նրա մարմինը շատ էր վնասված, եւ ամենավատը նրա աչքերի ցավը տեսնելն էր, ոչ միայն ֆիզիկական, դա այն գիտակցության ցավն էր, որ դա կարող էր կանխվել, որ իր կյանքը զոհաբերվեց մեկի ագահության համար, ով նույնիսկ այնքան տարրական քաղաքավարություն չունեցավ, որ գոնե մեկ անգամ այցելեր նրան հիվանդանոցում, Ռուբենը կախեց գլուխը, ամոթահար, երբ Արշակը հեռացավ, մեր մեջ էլ ինչ-որ բան մահացավ։ Վարդանը դարձավ դառնացած, Գայանեն կորցրեց իրեն մեծացնող հորը, իսկ ես վերածվեցի մեկի, ում այլս չեմ ճանաչում, մենք սնեցինք զայրույթը, ծրագրեցինք վրեժը, տարիներ անցկացրեցինք պատրաստվելով, փոխեցինք մեր անունները աշխատանքային փաստաթղթերում, օգտագործեցինք կեղծ երաշխավորագրեր, կառուցեցինք ինքնություններ, որոնք կթաքցնեին մեր կապը Արշակի հետ, նա նայեց Ռուբենին ատելության տխրության խառնուրդով, մենք ուզում էինք, որ դուք զգաք նույն ցավը, որը ստիպեցիք մեզ զգալ, ուզում էինք խլել ձեզնից այն, ինչ ամենից շատն էիք սիրում, այնպես, ինչպես դուք խլեցիք մեզնից, դա արդար էր թվում, ճիշտ էր թվում, եւ Արամը թիրախն էր, Հասմիկը գլխով արեց, ամոթը ակնհայտ էր նրա դեմքին, սպասեցինք հարմար պահին, երբ նա ծնվեց, սկսեցինք ծրագրել վերջնական մանրամասները, ես խնամում էի Գոհարին, նրան պահելով բավականաչափ դեղերի տակ, որպեսզի չմիջամտի, Գայանեն ուներ անմիջական հասանելիություն երեխային, Վարդանը երաշխավորում էր, որ ոչինչ չպատահի ծրագրից դուրս, ամեն ինչ համընկնում էր, մինչ որ այդ աղջիկը սկսեց շատ դիտարկել։ Շատ բան տեսնել, Անահիտը սարսուռ զգաց, լսելով իր անունը անուղղակիորեն հիշատակված, միջադեպի գիշերը մենք Արամին քնաբեր նյութ տվեցինք, այն չպետք է մահացու լիներ, պարզապես բավականաչափ ուժեղ, որպեսզի առաջացներ ծանր բժշկական վիճակ, ուզում էինք, որ բնական երա։ Հանկարծակի համախտանիշ, մի անխուսափելի բան, բայց աղջիկը տեսավ, եւ ամեն ինչ փլուզվեց, տիկին Հասմիկը ձեռքերով փակեց դեմքը, երբ տեսա բժիշկներին Արամին փրկելիս, թեթություն զգացի, 12 տարվա մեջ առաջին անգամ զգացի, որ թերս մենք սխալ էինք, որ մեր վրեժը Արշակին հետ չի բերի, որ մենք միայն հավերժացնում էինք ցավի շրջանը, հաջորդած լռությունը խորն էր։
Անին անջատեց ձայնագրիչը, գնդապետ Կարենը վեր կացավ, Հասմիկ Կարապետյան, դուք ձերբակալված եք սպանության փորձի դավադրության մեղադրանքով, Վարդան Կարապետյանը, Գայանե Կարապետյանը նույնպես կկալանավորվեն, դուք ունեք փաստաբանի իրավունք։ Հասմիկը դիմադրություն ցույց չտվեց, նա թույլ տվեց իրեն ձեռնաշղթաներ հագցնել բացարձակ հոգնածության արտահայտությամբ, Վարդանին Գայանեին բերեցին նույն մեղադրանքը առաջադրեցին, Գայանեն դառնորեն լաց էր լինում, Վարդանը պահպանում էր անդրդվելի դեմքը, բայց նրա աչքերը պարտություն էին ցույց տալիս։ Երբ երեքին էլ տարավ ոստիկանությունը, առանձնատունը սուզվեց մի տարօրինակ լռության մեջ, Ռուբենը մնաց սենյակում նստած, մարսելով այն ամենը, ինչ հենց նոր լսել էր, Անուշը գրկել էր Անահիտին, շնջալով մխիթարական բառեր, աղջիկը շոկի մեջ էր, դեռ փորձելով ըմբռնել իր վկայած իրադարձությունների մեծությունը, ժամեր անց Ռուբենը գնաց հիվանդանոց այցելելու Արամին, երեխան կայուն էր, լավ վերականգնվում էր ինտենսիվ խնամքի տակ, Ռուբենը կանգնած էր օրորոցի դիմաց, նայելով որդուն արցունքներն աչքերին։ Բժիշկ Կարինեն մոտեցավ, նա լավ կլինի, շնորհիվ աղջկա, բուժումը բավականաչափ արագ էր, որպեսզի խուսափենք անդառնալի վնասներից, ես պետք է խոսեմ նրա հետ, Անահիտի հետ, պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, եւ պետք է շատ ավելին անեմ։ Երբ Ռուբենը վերադարձավ առանձնատուն, արդեն գիշեր էր, խնդրեց, որ Անուշը Անահիտը հանդիպեն իրեն գրադարանում, երկուսն էլ եկան նյարդային, չիմանալով, թե ինչ սպասել, Ռուբենը նրանց ընդունեց այնպիսի խոնարհությամբ, որը երբեք նախկինում չէր ցուցաբերել։ Նա ծնկի իջավ Անահիտի առաջ, լինելով նրա հասակին, դու փրկեցիր իմ որդուն, ոչ միայն երեք գիշեր, այլ շատ ավելի շուտ, դու դիտարկեցիր, դու հարցեր տվեցիր, դու քաջություն ունեցար, երբ ես միայն կուրություն ունեի։ Բավարար բառեր չկան շնորհակալություն հայտնելու համար, բայց ես կփորձեմ իմ կյանքի մնացած մասը անցկացնել արժանի լինելով այն նվերին, որը դու ինձ տվեցիր, Անահիտը չգիտեր ինչ ասել, պարզապես գլխով արեց, աչքերը թաց էին, Ռուբենը վեր կացավ նայեց Անուշին, դուք ձեր դուստրը այլս այս տան աշխատակիցները չեք, դուք ընտանիք եք։ Այստեղ տուն կունենաք այնքան ժամանակ, որքան կցանկանաք, եւ Անահիտը կունենա բոլոր հնարավորությունները, որոնց նրա տաղանդն ու քաջությունը արժանի են, Անուշը սկսեց առարկել, բայց Ռուբենը բարձրացրեց ձեռքը, սա բարեգործություն չէ, սա ճանաչում է, սա երախտագիտություն է, եւ նա մի միջոց սկսելու ուղղել իմ գործած սխալները, որովհետեւ Անահիտը ինձ ցույց տվեց մի բան, որը ես մոռացել էի, որ մի կյանքը ավելին արժե, քան ցանկացած հավակնություն, որ պաշտպանել նրանց, ում սիրում ենք, պահանջում է քաջություն, ոչ թե փող, եւ որ երբեմն ամենամեծ դասերը գալիս են ամենաանհավանական ձայներից, հաջորդ օրերին պատմությունը հայտնվեց լրատվամիջոցներում, Արամի դեմ մահափորձը, Վրեժի դավադրությունը, 11 տարեկան աղջկա հերոսությունը, մամուլը ենթադրություններ էր անում։ Ստեղծում պատմություններ, փնտրում մեղավորների հերոսների, բայց Ավետիսյանների առանձնատան ներսում մի ավելի խորը բան էր կատարվում։ Ռուբենը սկսեց վերաբացել Արշակ Կարապետյանի գործը, ոչ թե իրեն պաշտպանելու, այլ վերջապես պատասխանատվություն ստանձնելու համար։ Նա վարձեց անկախ հետաքննողներ, հավաքեց ապացույցներ, առերեսվեց սեփական մեղքի հետ, շաբաթներ անց նա հրավիրեց մամուլի ասուլիս, տեսախցիկների լրագրողների առջ հրապարակայնորեն խոստովանեց իր անփութությունը։ Ընդունեց, որ շահույթը գերադասել էր անվտանգությունից, ճանաչեց, որ Արշակ Կարապետյանը իր կյանքով էր վճարել իր Ռուբենի սխալների համար։ Այսօր հայտարարում եմ Արշակ Կարապետյանը հիմնադրամի ստեղծման մասին, որը նվիրված կլինի աշխատանքի անվտանգությանը, աջակցությանը այն ընտանիքներին, ովքեր կորցրել են հարազատներին աշխատանքային վթարների հետանքով։ Բացի այդ, ես հրաժարվում եմ իմ ընկերության անմիջական վերահսկողությունից, կառավարումը հանձնելով անկախ խորհրդին, որը միշտ կառաջնահերթի աշխատողների անվտանգությունը ժամկետներից շահույթից վեր, դա սկանդալ էր, բաժնետերերը բողոքում էին, գործընկերները հարցեր էին տալիս, բայց Ռուբենը հետ չկանգնեց, Գոհարը, վերջապես ազատվելով չափազանցված դեղորայքից, սկսեց իր ապաքինումը։ Համապատասխան բժշկական հսկողության թերապիայի շնորհիվ նա դանդաղորեն վերագտավ իրեն կապ հաստատեց Արամի հետ, տարիների մեջ առաջին անգամ նա անկեղծորեն ժպտաց, իսկ Անահիտը վերադարձավ իր առօրյային, բայց ամեն ինչ փոխվել էր, նա այլս անտեսանելի չէր։ Նրան հարգում էին, նրան լսում էին, բայց ավելի կարևոր է, նա սովորել էր, որ իր ձայնը ուժ ունի, որ դիտարկելը կարևոր էր, բայց գործելը էական։ Մի կեսօր, երբ նա այգում խնամում էր Արամին, երեխան ժպտաց նրան, մի լայն, անմեղ ժպիտ, լիքը կյանքով, Անահիտը ժպտացի պատասխան, զգալով խաղաղություն առաջին անգամ այն պահից սկսած, երբ մտել էր այդ առանձնատուն, նա փրկել էր մի կյանք, բայց ավելին, նա օգնել էր կոտրել ատելության մի շրջան, որը կարող էր կործանել շատ ուրիշների, 6 ամիս էր անցել այն գիշերվանից, որը փոխեց ամեն ինչ։ Ավետիսյանների առանձնատունը Վահագնյում նույնն էր թվում դրսից, իր բարձր դարպասներով, սպիտակ պատերով, բայց ներսից այն լիովին այլ վայր էր,
ծանր լռությունը տեղի էր տվել կյանքի ձայներին, ծիծաղ, խոսակցություններ, Արամի երբեմնի լացը, ով արդեն 1 տարեկան էր պահանջում էր ուշադրություն առողջ երեխաներին բնորոշ կենսունակությամբ, Անահիտը արթնացավ այդ շաբաթ առավոտյան պատուհանից ներս մտնող Արի շողերից, այն սենյակում, որը հիմա պաշտոնապես իրենն էր։ Այլս ոչ թե հետնամասի ծառայողական փոքրիկ սենյակը, այլ մի ընդարձակ տարածք երկրորդ հարկում, այգուն նայող տեսարանով, գրքերով լի։ Տարակով մի գրասեղանով, որտեղ նա ժամեր էր անցկացնում սովորելով նկարելով, նա դեռ երբեմն վախենում էր, կարծելով, թե այդ ամենը երազ է, որից ցանկացած պահի կարող է արթնանալ, նա իջավ խոհանոց, որտեղ գտավ մորը Անուշին նախաճաշ պատրաստելիս։ Բայց դա այլս սպասարկման խոհանոցը չէր, դա հիմնական խոհանոցն էր, ընդարձակ լուսավոր, որտեղ ամբողջ ընտանիքը հավաքվում էր ճաշելու, Անուշը այլս համազգեստ չէր հագնում, նա կրում էր հարմարավետ առօրյա հագուստ, իսկ նրա դեմքին կար մի հանգստություն, որն Անահիտը տարիներով չէր տեսել, բարի լույս աղջիկս, լավ ես քնել, լավ եմ քնել, մայրիկ, երազումս նոր դպրոց էի տեսնում, Անուշը ժպտաց, մատուցելով թարմ նարնջի հյութ, նյարդայնանում ես հաջորդ շաբաթ դասերը սկսվելու համար, մի քիչ, բայց նա ոգորված եմ։ Մասնավոր հեղինակավոր դպրոցը, որտեղ Անահիտը պետք է սովորեր, Երանի լավագույններից մեկն էր, Ռուբենը պնդել էր, ոչ թե որպես վճար կամ պարտականություն, այլ որպես աղջկա մեջ տեսած պոտենցիալի ճանաչում, Անահիտը սկզբում դիմադրել էր, իրեն անհարմար զգալով նման մեծ փոփոխությունից, բայց Անուշը քաջալերել էր նրան ընդունել այն, դու արժանի ես, Անահիտ, արժանի ես բոլոր հնարավորություններին, հայրդ այնքան կհպարտանար քեզնով, հանգուցյալ։ Հորը հիշատակելիս երկուսն էլ մի պահ լռեցին, հարգելով նրա հիշատակը, հետո Անուշը նորից ժպտաց, ցրելով տխրությունը, Գոհարը խնդրեց, որ այսօր օգնես իրեն Արամի հարցում, նա ուզում է նրան զբոսայգի տանել, կցանկանար, որ դու էլ լինես։ Անահիտը ոգորված գլխով արեց, նրա հարաբերությունները Գոհարի հետ լիովին փոխվել էին, անցյալի հեռու դեղերի տակ գտնվող կինը տեղի էր տվել մի ներկա քնքուշ մոր, ով մայրության մեջ հայտնաբերել էր մի ուժ, որը չգիտեր, որ ունի։ Գոհարի ապաքինումը երկար էր դժվար, ներառելով ինտենսիվ թերապիա, հոգեբուժական աջակցություն ընտանիքի մեծ սեր, բայց նա հաղթում էր, օրեցօր, Անահիտը վերջացրեց նախաճաշը բարձրացավ պատրաստվելու, միջանցքով անցնելիս տեսավ Ռուբենին, ով դուրս էր գալիս աշխատասենյակից թղթերի մի դեզով։ Նա դադարել էր այդքան շատ ճամփորդել, ավելի շատ ժամանակ էր անցկացնում տանը, վերակազմակերպելով ոչ միայն իր ընկերությունը, այլ իր առաջնահերթությունները, բարի լույս, Անահիտ, Գոհարի Արամի հետ զբոսայգի։ Ես գնում, այո, գնում եմ, հիանալի է, հետո ուզում եմ քեզ մի բան ցույց տալ, մի կարևոր բան, Անահիտը հետաքրքրությամբ գլխով արեց գնաց սենյակ, հագնվելիս մտածում էր, թե ինչպես է ամեն ինչ փոխվել, արդարադատությունը հետել էր իր ընթացքին հասմիկի, Վարդանի Գայանեի հարցում, երեքն էլ դատապարտվել էին, բայց Ռուբենը մի անսպասելի բան էր արել, փոխանակ առավելագույն պատիժ պահանջելու, նա մեղմություն էր խնդրել դատավորից, պնդել էր, որ իրական արդարությունը նրանց էլ ավելի պատժելու մեջ չէ, այլ ցավի շրջանը կոտրելու մեջ, որը հենց ինքն էր սկսել, երեքն էլ ստացել էին այլընտրանքային պատիժներ, հանրօգուտ աշխատանք, պարտադիր թերապիա և հոգեբանական աջակցություն տարիներով կուտակված սուգն ու զայրույթը հաղթահարելու համար։ Սկզբում նրանք մերժում էին Ռուբենի ցանկացած մոտեցում, բայց ժամանակի ընթացքում, հատկապես Գայանեն, սկսեցին ընդունել օգնությունը, Անահիտը հաճախ էր մտածում նրանց մասին, հատկապես Գայանեի, ով եռյակից ամենաթույլն էր եղել, գիտեր, որ դայակը երբեք իրականում չէր ուզել վնասել Արամին, նա ներքաշվել էր մի ցավի մեջ, որը չգիտեր ինչպես մարսել, մի ընտանեկան հավատարմության մեջ, որը վերածվել էր բանտի, ավելի ուշ, հաղթանակի զբոսայգում, Անահիտը հրում էր Արամի սայլակը, մինչ Գոհարը քայլում էր կողքից, երեխան ուրախ ձայներ էր հանում, մատով ցույց տալով թռչուններին, ծառերին, ամեն ինչին, ինչ գրավում էր նրա ուշադրությունը, նրա կապույտ աչքերը փայլում էին հետաքրքրասիրությունից, առանց որեհետքի այն տրավմայից, որը գրեթե խլել էր նրա կյանքը։ Գոհարը դիտում էր որդուն գրեթե շոշափելի սիրով, հետո հայացքը դարձրեց դեպի Անահիտը անսահման երախտագիտությամբ, դու գիտես, որ նա այստեղ չէր լինի առանց քեզ, չէ, երբեմն դեռ արթնանում եմ գիշերվա կեսին գնում եմ օրորոցի մոտ միայն տեսնելու համար, թե ինչպես է նա շնչում, և ամեն անգամ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ քեզ բերեց մեր կյանք, Անահիտը չգիտեր ինչպես պատասխանել այդ բառերին, նա իրեն անհարմար էր զգում, երբ իրեն որպես հերոսուհի էին վերաբերվում, նա արել էր միայն այն, ինչ ճիշտ էր թվում, այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ, ես պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էի, ոչ, Անահիտ, դու ուշադիր էիր, դու քաջ էիր, դա շատ ավելի հազվադեպ է, քան պատկերացնում ես, մարդկանց մեծ մասը տեսնում է, բայց նախընտրում է չնկատել, դու ընտրեցիր տեսնել, և ավելի կարևոր է, ընտրեցիր գործել։
Նրանք նստեցին մի նստարանի ծառի ստվերում, Արամը խաղում էր իր փոքրիկ փափուկ խաղալիքով, լիովին անտեղյակ իր շուրջը ընթացող խոսակցության խորությանը։ Գոհար, կարող եմ քեզ մի բան հարցնել, իհարկե, ինչու։ Էիր դու այդքան շատ դեղեր խմում, ինչու։ Էիր միշտ այդքան հեռու, Գոհարը հոգոց հանեց, նայելով հորիզոնին, դեպրեսիա, տագնապ, վախ, ես տարիներ շարունակ պայքարում էի դրա դեմ, բայց երբեք իրական օգնություն չէի փնտրել, Ռուբենն էլ չէր նկատում, նա միշտ այնքան զբաղված էր, այնքան կենտրոնացած գործերի վրա, որ մեր հարաբերությունները դարձել էին մակերեսային, երբ հղիացած սարսափեցի, չէի կարծում, թե լավ մայր կլինեմ, տիկին Հասմիկը նկատեց իմ փխրունությունը, փոխանակ ինձ օգնելու, օգտվեց դրանից։ Ավելացրեց դեղերիս չափաբաժինը, ինձ պահելով մշտական թմբիրի մեջ։ Ես հազիվ էի ներկա իմ սեփական կյանքում, նա սրբեց մի արցունք, որը հոսեց այդով, բայց հիմա ես համապատասխան բուժում եմ ստանում, հրաշալի թերապևտ ունեմ, Ռուբենը ներկա է, եւ ես ունեմ Արամին, ունեմ քեզ Անուշին նույնպես։ Երկար ժամանակ անց առաջին անգամ զգում եմ, որ ինչ-որ տեղի եմ պատկանում, որ ունեմ իրական ընտանիք, Անահիտը բռնեց Գոհարի ձեռքը, որպես քնքշանքի պարզ ժեստ, ավելորդ բառերի կարիք չկար, երբ վերադարձան տուն, Ռուբենը սպասում էր գրադարանում, նա նշան արեց, որ Անահիտը ներս մտնի փակեց դուռը։ Նրա հետից, նրա դեմքին կար մի լրջություն, որը աղջկան թեթակի նյարդայնացրեց, նստիր այստեղ, Անահիտ, պետք է քեզ հետ մի կարևոր բանի մասին խոսեմ, Անահիտը նստեց կաշվե բազկաթոռներից մեկին, Ռուբենը վերցրեց սեղանից մի հաստ ծրար հանձնեց նրան, ինչ է սա։ Բացիր, Անահիտը զգուշորեն բացեց ծրարը, ներսում իրավաբանական փաստաթղթեր էին, պաշտոնական կնիկներով թղթեր մի ձեռագիր նամակ, նա սկսեց կարդալ, բայց իրավաբանական տերմինները շատ բարդ էին, Ռուբենը նկատեց նրա շփոթմունքը բացատրեց, դրանք կրթական հիմնադրամի փաստաթղթեր են, որը ես ստեղծել եմ քո անունով, այն կապահովի քո ուսումը մինչ համալսարան, ներառյալ մագիստրատուրան, եթե ցանկանաս, կա նախնայողական հաշիվ քո ապագայի համար, եւ երբ դառնաս 18 տարեկան, եթե ցանկանաս սովորել արտերկրում, ամեն ինչ երաշխավորված կլինի, Անահիտի աչքերը լայնացան, բայց պարոն Ռուբեն, ես չեմ կարող սա ընդունել, սա շատ է, շատ չէ, իրականում դեռ քիչ է այն ամենի համեմատ, ինչ դու արեցիր։ Եվ ես սա չեմ անում պարտավորությունից կամ մեղքի զգացումից դրդված։ Անում եմ, որովհետև հավատում եմ քո պոտենցիալին, դու ունես սուր բանականություն, հազվադեպ ընկալում, հիանալի քաջություն, դու մեծ գործեր ես անելու կյանքում, Անահիտ, եւ ես ուզում եմ վստահ լինել, որ դու կունենաս բոլոր անհրաժեշտ գործիքները։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հավաքվում աչքերում, փորձեց զսպել դրանք, բայց անօգուտ էր, ես Արամին չփրկեցի պարքի սպասումով, գիտեմ, հենց դրա համար էլ դու արժանի ես, իսկական հերոսները երբեք բաները չեն անում ճանաչման սպասումով, անում են, որովհետև դա ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ նրանք չպետք է ճանաչվեն, Ռուբենը մոտեցավ ձեռքը դրեց Անահիտի ուսին, էլի մի բան կա, այսօր կեսօրից հետո հյուրեր կունենանք, մարդիկ, ում դու ճանաչում ես, Անահիտը սրբեց արցունքները, հետաքրքրված, ով կտեսնես։ Ժամը 3-ին զանգը հնչեց, Անահիտը այգում էր Արամի հետ, երբ լսեց մուտքից եկող ձայներ, նա անմիջապես ճանաչեց դրանցից մեկը, նրա սիրտը արագացավ, երբ մտավ հյուրասենյակ, տեսավ 3 հոգու, ում չէր սպասում նորից տեսնել, Հասմիկը, Վարդանը Գայանեն։ Նրանք այլ էին։ Թվում, ավելի նիհարած, պարզ հագուստով, դեմքերը դժվար փորձություններից հետքեր ունեին, բայց նա մի նոր բան կար, մի տեսակ դժկամ խաղաղություն, Անահիտը կանգ առավ դռան մոտ, անվստահ, Անուշը հայտնվեց նրա կողքին, նույնպես զարմացած, Ռուբենը վեր կացավ կատարելով պաշտոնական ներկայացումները, թե բոլորն արդեն ճանաչում էին միմյանց, Հասմիկը, Վարդանը Գայանեն խնդրեցին այսօր գալ այստեղ, ուզում են խոսել ձեզ հետ, ես ասացի, որ թույլ կտամ միայն այն դեպքում, եթե Անահիտը Անուշը համաձայնեն։ Անահիտը նայեց մորը, ով թեթակի գլխով արեց, հետո նայեց 3 հյուրերին նույնպես գլխով արեց, Գայանեն առաջինը խոսեց, նրա ձայնը դողում էր, լիքը հույզերով, Անահիտ, ես չեմ սպասում, որ դու ինձ կներես, չեմ սպասում, որ կհասկանաս, բայց պետք է իմանաս, որ ոչ մի օր չի անցնում առանց այն մտքի, թե ինչ էինք պատրաստվում անել, այն մասին, թե ինչ էի գրեթե խլում այս աշխարհից, մի անմեղ երեխայի, մի ցավի պատճառով, որը մենք վերածեցինք ատելության, նա սրբեց արցունքները, որոնք ազատ հոսում էին։ Դու ինձ նույնպես փրկեցիր այդ գիշեր, փրկեցիր Արամին իմ թուլությունից, եւ փրկեցիր ինձ այնպիսի մեկը դառնալուց, ում երբեք չէի կարողանա ներել, հիմա թերապիայի եմ գնում, աշխատում եմ երեխաների կացարանում, փորձելով իմ ցավը վերածել մի օգտակար բանի։ Դա չի ուղղում այն, ինչ արել եմ, բայց
Սկիզբը Վարդանը խոսեց հաջորդը, նրա ձայնը դեռ վերահսկվող էր, բայց ոչ այնքան սառը, որքան առաջ, 12 տարի անցկացրել եմ զայրույթ սնելով, ինքս ինձ համոզելով, որ վրեժը արդարություն է, բայց դու մի երեխա, ավելի շատ քաջություն իմաստնություն ցույց տվեցիր, քան ես ունեցել եմ իմ ամբողջ չափահաս կյանքում, շնորհակալություն, որ թույլ չտվեցիր մեզ անցնել մի սահման, որից հետդարձ չկար, Հասմիկը վերջինն էր, կինը, ով ամեն ինչ ղեկավարել էր երկաթյա ձեռքով, հիմա փոքրիկ խոցելի էր թվում, ես ամենամեծն էի։ Պետք է ավելի իմաստուն լինեի, պետք է առաջնորդեի իմ եղբորը զարմուհուն ապաքինման ճանապարհով, ոչ թե վրեժխնդրության, բայց ես ընտրեցի ատելությունը, եւ գրեթե կործանեցի ոչ միայն Արամին, այլ մեզ բոլորիս, Անահիտ, դու մեզ տվեցիր մի բան, որին մենք արժանի չէինք, նորից սկսելու հնարավորություն, այլ կերպ ընտրելու հնարավորություն, հաջորդած լռությունը ծանր էր, Անահիտը զգում էր այնքան հակասական հույզեր, որ հազիվ էր կարողանում մարսել, զայրույթը դեռ կար, այո, վախը նույնպես։ Բայց կար մի այլ բան, կարեկցանք, այն գիտակցությունը, որ վիրավոր մարդիկ վիրավորում են ուրիշներին, եւ որ այդ շրջանը կոտրելը պահանջում էր ավելին, քան արդարությունը, պահանջում էր գթասրտություն, Ռուբենը մոտեցավ սենյակի կենտրոնին, Արշակ Կարապետյանը, հիմնադրամը միայն աշխատանքի անվտանգության մասին չէ, այն մի լավ մարդու հիշատակը հարգելու մասին է, ցավը հույսի վերածելով, Հասմիկը, Վարդանը Գայանեն համաձայնել են աշխատել հիմնադրամում, նրանք կօգնեն երաշխավորել, որ ոչ մի այլ ընտանիք չանցնի այն ամենի միջով, ինչի միջով իրենք անցան, որ ոչ մի այլ աշխատող չզոհաբերվի հավակնությունների պատճառով, նա նայեց երեքին, դա ակնթարթային փրկություն չէ, այն չի ջնջում անցյալը, բայց դա ճանապարհ է, եւ բոլորն արժանի են այն անցնելու հնարավորությանը, Անահիտը զարմացրեց բոլորին, ներառյալ իրեն, երբ մոտեցավ Գայանեին, նախկին դայակը գծկվեց, կարծես մերժման էր սպասում, բայց Անահիտը պարզապես ասաց. Արամը լավ է, նա առողջ է երջանիկ, մտածեցի, որ կուզենայիր իմանալ, Գայանեն հեկեկած, ձեռքերով փակելով դեմքը, Հասմիկը Վարդանը նույնպես հուզվեցին, Ռուբենը Գոհարը հավանության հայացքներ փոխանակեցին, իսկ Անուշը, տեսնելով դստեր հասունությունը, զգաց, թե ինչպես է հպարտությունից կուրծքը լցվում, այցը ավարտվեց քիչ անց, երեքը հրաժեշտ տվեցին խոստանալով հարգել այն երկրորդ հնարավորությունը, որը ստանում էին, երբ նրանք դուրս եկան, առանձնատունը վերադարձավ իր նոր առօրյային, մի առօրյա, որը հիմնված էր ճշմարտության վրա, ոչ թե գաղտնիքների, ապաքինման վրա, ոչ թե ցավի, այդ գիշեր, ընթրիքի ժամանակ ամբողջ ընտանիքը հավաքվեց, Ռուբենը Գոհարը նստած էին միասին, Արամը իր աթոռակին նրանց միջ էր, Անուշը Անահիտը սեղանի մյուս կողմում էին։ Ոչ թե որպես ծառայողներ տերեր, այլ որպես մի ընտանիք, կառուցված ոչ թե արյամբ, այլ ընտրությամբ երախտագիտությամբ, Ռուբենը բարձրացրեց իր հյութի բաժակը, կենացը, նոր սկիզբների, երկրորդ հնարավորությունների, եւ այն քաջ աղջկա, ով մեզ սովորեցրեց, որ ճիշտ բանն անելը միշտ ավելի կարևոր է, քան հեշտ բանն անելը, բոլորը բարձրացրեցին իրենց բաժակները, Արամը փոքրիկ ձեռքերով հարվածեց սկուտեղին, չհասկանալով, բայց երջանիկ լինելով ներգրավվածության համար, Գոհարը ավելացրեց. Եվ այն ընտանիքների, որոնք մենք ընտրում ենք կառուցել, երբեմն արյունը բավարար չէ, երբեմն սերն է բավարար, Անուշը, աչքերը թաց, պարզապես շշնջաց. Ամեն հաջորդող ամիսները բերեցին ավելի շատ փոփոխություններ, Անահիտը սկսեց նոր դպրոցում, սկզբնական հարմարվողական շրջանից հետո ծաղկեց, հայտնաբերեց սեր դեպի գիտությունները, հատկապես բժշկությունը, սկսեց երազել բժիշկ դառնալու մասին, ոգեշնչված այն մասնագետներից, ովքեր փրկեցին Արամին իր սեփական փորձից, հայտնաբերելով մի խնդիր, որը ուրիշները չէին տեսել, Արշակ Կարապետյանը հիմնադրամը ստացավ ազգային ճանաչում, Ռուբենը օգտագործեց իր ազդեցությունը ոչ թե սխալները ծածկելու, այլ աշխատանքային օրենքների մեջ իրական փոփոխություններ մտցնելու համար, Հասմիկը, Վարդանը Գայանեն դարձան խոսնակներ, կիսելով իրենց պատմությունը որպես նախազգուշացում այն վտանգների մասին, երբ թույլ ես տալիս ցավին վերածվել ատելության, Գոհարը վերադարձավ նկարչությանը, մի գիրք, որը թողել էր տարիներ առաջ, նրա գունավոր կտավները զարդարում էին տունը, կյանք գեղեցկություն բերելով յուրաքանչյուր սենյակ, իսկ Արամը մեծանում էր սիրով շրջապատված, լիովին անտեղյակ, թե որքան մոտ էր եղել այստեղ չլինելուն, մի կիրակի կեսօրին, Արամի դեմ մահափորձից գրեթե 1 տարի անց, Անահիտը այգում նկարում էր, երբ Ռուբենը մոտեցավ, կարող եմ նստել, իհարկե, նա նստեց կողքի նստարանին, դիտելով նկարը, դա ծիծաղող Արամի դիմանկարն էր, տաղանդ ունես, շնորհակալություն։ Ռուբենը մի պահ լռեց նախքան խոսելը, գիտես, Անահիտ, ես ամբողջ կյանքս անցկացրել եմ կարծելով, որ հաջողությունը չափվում է փողով իշխանությամբ, կայսրություն կառուցեցի, բայց գրեթե կորցրեցի ընտանիքս, տարիներ պահանջվեցին հասկանալու համար, որ ամենակարևոր բաները չեն կարող գնվել կամ
նվաճվել, դրանք պետք է մշակվեն, ժամանակով, ուշադրությամբ, սիրով, նա նայեց առանձնատանը, որտեղ Գոհարը խաղում էր Արամի հետ, դու ինձ դա սովորեցրիր, 11 տարեկան աղջիկը ինձ սովորեցրեց այն, ինչ տասնամյակների բիզնեսը չկարողացավ։ Եվ ես հավերժ երախտապարտ կլինեմ, Անահիտը ժպտաց, վերադառնալով նկարին, երբեմն ամենակարևոր դասերը գալիս են ամենաանսպասելի վայրերից, Ռուբենը ծիծաղեց, ճանաչելով իմաստնությունը այդ բառերի մեջ, ճիշտ է, և գիտես որն է այս ամենի լավագույն մասը, ինչը, որ Արամը մեծանալու է մի տանը, որտեղ սերը ավելի կարևոր է, քան արտաքինը, որտեղ ճշմարտությունը ավելի արժեքավոր է, քան գաղտնիքները, և որտեղ քաջությունը ճանաչվում է, կապ չունի, թե որտեղից է այն գալիս, դա ամենամեծ նվերն է, որ մենք կարող էինք նրան տալ։ Այդ գիշեր Անահիտը պառկեց անկողնում, մտածելով այն ամենի մասին, ինչ փոխվել էր այն պահից, երբ նա առաջին անգամ անցել էր առանձնատան դարպասներով, եկել էր վախով, անվստահությամբ, սպասելով միայն ապահով բնակության վայր։ Գտավ ընտանիք, գտավ նպատակ, գտավ իր սեփական ուժը, հիշեց իր հանգուցյալ հոր բառերը։ Անել ճիշտ բանը, նույնիսկ վախեցած, նա հարգել էր նրա ուսմունքները, և դա անելով փրկել էր ոչ միայն մի կյանք, այլ մի քանիսը, փրկել էր Արամին, փրկել էր Հասմիկին, Վարդանին, Գայանեին այն դառնալուց, ինչից նրանք ամենից շատն էին վախենում։ Փրկել էր Ռուբենին Գոհարին զղջման կյանքից, և ինչ-որ առումով փրկել էր ինքն իրեն, Արամը մեծացավ ուժեղ առողջ, 5 տարեկանում նա հիշողություն չուներ այդ սարսափելի գիշերվա մասին, բայց իր մեջ կրում էր այնքան խորը սիրված լինելու հետքը, որ մարդիկ իրենց ամբողջ կյանքը փոխեցին իրեն պաշտպանելու համար, Անահիտը մնաց նրա կյանքում որպես ավագ քույր, պաշտպան, ընկեր, և երբ նա հարցնում էր, թե ինչու է նա այդքան հատուկ բոլորի համար, Գոհարը միշտ նույն ձով էր պատասխանում։ Որովհետև նա մեզ սովորեցրեց տեսնել, և տեսնել սովորելուց հետո մենք այլս երբեք նույնը չեղանք։ Տարիներ անց, երբ Անահիտը ընդունվեց բժշկական համալսարան, Ռուբենը Գոհարը արարողության առաջին շարքում էին, Անուշը հպարտությունից լաց էր լինում, իսկ Արամը, արդեն 9 տարեկան, բռնել էր մի պաստառ, որը հենց ինքն էր պատրաստել։ Իմ քույրը փրկելու է աշխարհը, և թերս, ինչ-որ առումով, նա արդեն սկսել էր, որովհետև փրկել էր մի կյանք, կոտրել էր ատելության մի շրջան, և ցույց էր տվել, որ քաջությունը տարիք չունի, որ իմաստնությունը չափ չունի, որ ճիշտ բանն անելը միշտ արժեք ունի։ Նույնիսկ երբ անհնար է թվում, Վահագնի առանձնատունը մնաց կանգուն, նրա սպիտակ պատերը վկա էին խորը փոփոխությունների, այնտեղ, որտեղ առաջ գաղտնիքներ էին, հիմա ճշմարտություն կար, այնտեղ, որտեղ առաջ լռություն էր, հիմա ծիծաղ կար, այնտեղ, որտեղ առաջ ցավ էր, հիմա ապաքինում կար, և այդ ամենը, որովհետև 11 տարեկան մի աղջիկ համարձակվեց տեսնել այն, ինչ ոչ ոք չէր տեսնում, համարձակվեց խոսել, երբ բոլորը լռում էին, համարձակվեց հավատալ, որ մի կյանքը արժեր պայքարել, նույնիսկ եթե դա ընդամենը մի երեխայի կյանք էր, ում ինքը հազիվ էր ճանաչում, Անահիտը իրեն երբեք հերոսուհի չհամարեց, իրեն տեսնում էր պարզապես որպես մեկը, ով արեց այն, ինչ պետք էր արվեր, բայց Արամի համար նա միշտ կլինի այն մարդը, ով իրեն տվեց ամենաթանկ նվերը, իր սեփական կյանքը, և բոլոր նրանց համար, ում կյանքին դիպել էր նրա քաջությունը, նա միշտ կլինի այն հիշեցումը, որ բարությունը, իմաստնությունը, արիությունը կարող են գալ ամենաանսպասելի վայրերից, և երբեմն, պարզապես երբեմն, միակ փոքրիկ ձայնը այն ամենն է, ինչ աշխարհին պետք է փոխվելու համար։